մյուսները իրանք շատ բան գիտեն, չեն եկել են մարդիկյանը, մենք բան չգիտենք։ Ընդհանրապես կյանքում գիտենք ինչ ձևով էլ ովքեր որ գիտեն, իրենք են գալիս, որ ավելի շատ գիտենան։ Ովքեր որ չգիտեն, գնում են մյուս ուղղությամբ։ Ավելի իրաց մոտ հակառակ process-ն է։ Կյանքում այդպես է, կամ գնում ես առաջ զարգանում ես, կամ տեղում մնալ չկա, այդ ես գնում։ Այսօր մեր հանդիպումը շատ կարևոր է, կարող է դուք ասենք օգնում եք եւ այլն, բայց ասեմ, որ տվյալ մեր միջոցառումը 6 ամիսը 1 է տեղի ունենում, կարելի է 6 ամիսը 1 թույլ տալ, այդպեսի բաներ։ Եվ այստեղ մենք սովորում ենք այսօր հիմնականում տրեյնինգային մասն է, հա։ Դուք կարող եք լսեք թեմաներ, որոնք արդեն գիտեիք եւ այլն, բայց գիտենալ չի նշանակում, որ դուք պրակտիկապես իրագործում եք։ Եվ ես հաստատ գիտեմ, որ այս թեմաների առումով շատ քչերը հենց գործնականորեն անում են։ Եվ ասեմ, ինչը որ մենք այսօր կիսվելու ենք, ինքը այնպիսի բովանդակություն ունի, որը դուք պետք է օգտագործեք յուրաքանչյուր նոր գործընկերոջ հետ աշխատելուց, այսինքն սկիզբը։ Եվ որն է մեր ընդհանրապես գործունեության մեծամասամբ անհաջողության ֆակտորը։ Կայանում է նրանում, որ մենք չենք կարող այդ նոր մարդկանց ճիշտ թողարկենք բիզնեսի մեջ, ինչպես որ ասում են։ Եվ եթե մարդը չունի այս հիմնական գիտելիքները, ինչը որ դուք այսօր պետք է սովորեք եւ պրակտիկապես անեք, դուք եթե նույնիսկ ինչ-որ մեկի հրավիրեք, կստացվի, որ տվյալ անձնավորությունը եկավ, հետո որոշ ժամանակ հետո տվյալ անձնավորությունը չի հասկանում որտեղ է, չի հասկանում ինչ է իրան ընդհանրապես ասել փաթ է տար, նույնիսկ չի հասկանում ինչի համար է խելացի կուտակում է այս կյանքում, եւ դառնում է կոպիտ ասած, դուք դառնում եք իր թշնամին, նա ինքն է դառնում է այն մարդը, որ մտածում է, էսից սխալ բան արեցի։ Մի զարմացեք, չկա ձեր չի եղել այդպիսի բան, եղել է, չէ։ Հիմա հարց է առաջանում, ինչի է այդպես լինում։ Մեղավոր է այդ մարդն է։ Մեղավոր այդ մարդը չէ, մենք եք մեղավոր այդ մարդը չենք աշխատում։ Ուրիշ բան, եթե դու այդ մարդուն առաջարկում ես կամ ուզում ես իրեն ինֆորմացիան տեղ հասցնել, բայց իր մոտ կոպիտ ասած չի հասնում, նորմալ է, կարելի է 100 անգամ ասել, կարող է 101-րդ անգամ հասնի, դրա մասին չէ խոսքը։ Եթե այդ մարդը մոտ չի հասնում ու ընդհանրապես դուք էլ աշխատում եք մարդկանց հետ, տեսնում եք, որ տվյալ մարդը ուղղակի էմոցիաների տակ ինքն է չգիտի ինչ է անում եւ այլն, եւ ձեզ անպայման գումար է պետք ու այդ մարդուն դուք գրանցում եք նրա համար, որ անպայման գումար է պետք, պատրաստվեք, որ ձեր կյանքը կլինի ավելի վատը տվյալ մարդու հետ փոխհարաբերությունների մեջ։ Կարելի է տվյալ մարդուն ընդհանրապես չգրանցել, որտեղ այդ մարդը դեռևս չի հասունացել այն գաղափարին, որը անհրաժեշտ է մեր բիզնեսի մեջ։ Հա, հասկանում եք ինչի մասն է խոսքը։ Եվ եթե դուք ունեք հետևյալ այս քայլերը, ինչ որ մենք տեսնում ենք այստեղ, օգտագործում եք, սովորում եք, դուք դառնում եք ավելի պրոֆեսիոնալ ամեն ժամանակ։ Չմտածեք իմ մոտ չի ստացվի կամ կարող է ինչ որ ես բան սխալ թույլ տամ, հիշեք մի բան, վեճ եք տեսնում, ով որ մենեջեր չէ, ով որ մենեջեր չէ, ով որ մենեջեր չէ, վեճ եք տեսնում։ Եվ բացի բաներից, ովքեր որ ելույթ են ուզում։ Ժողովուրդ ընդհանրապես կա այդպիսի բան կյանքում, ասում եք գնալ վերջ նստի, որ կանչեն դիմացը, որ գալիս եք նրանց դիմաց եք նստում, ասում են երեք գնացեք վերջ նստեք, մի քիչ համեստությունը դա բան է կյանքում։ Այդ դեմը նստելու մեջը մեղր չկա, ես կարող ամենավերջը նստեմ, մեղր չի կսած, գործնական առումով ինձ հարմար ստեք նստին։ Ու եթե ասեմ դուք սպիկեր դառնաք դիմացը նստեք ու ձեր կողմն էլ նստած են ու դուք էլ ամբողջ օր աշխատում եք իրանքի ձեր շնչին, այն նոր կզգան մեր քաշածը։ Դի մի քիչ ինձ բան ասեմ։ Ընդհանուր առմամբ այսօր նաև կիմանանք թեման լինելու է մեր, այսպես է կոչվում, նեյրոմարկեթինգը, ինքը մի քիչ բարդ վերնագիր ունի, նեյրոմարկեթինգ, շատերը կարող եք մտածել ինչ է նեյրոմարկեթինգը, բայց այսօր կա այսպես ասած շատ լավ աշխատանքային գործիքներ, որոնք կարող է հերթացնել մեր գործունեությունը, որպեսզի մենք ունենանք մեր սոցցանցերում մյուս տեղերը ունենանք հետևորդներ եւ այդ հետևորդների հաշվին ունենանք նոր գրանցվող մարդիկ։ Ասեմ ձեզ, դուք կարող եք սոցցանցերի մեջ ինչ-որ գործողություններ անեք, քաոսային, ես այդպես եմ կոչում, քաոսային գործողություններ։ Դու չգիտես ինչի համար ես անում, ինչա պետք է եւ այլն, ասենք կարող ես դու ներգրավել այնպիսի աուդիտորիա, որը բավապես չի հետաքրքրում ձեր, ասենք, ինչ-որ գործողությունները, մարդիկ կան տարբեր ձևով են մտածում, ինչպես աուդիտորիա հավաքել։ Այսօր մարդիկ ոնց որ ասած ամեն ինչի պատրաստ են։ Չէ, այդ կա։ Ինչ կապիկություն ասես անում են, չէ՞ որ հավաքի աուդիտորիա, տենց են ասում։ Եկեք բան անենք,
Եկեք լուրջ լինենք այս կյանքում, լուրջ մտածենք, բայց եթե մենք զբաղվում ենք ընդհանրապես գումար վաստակելով, մենք պետք է ուշադրություն կրավենք մեր վրա, որտեղ վաճառքի առաջի փուլը դա ուշադրություն կրավելն է։ Ուշադրություն կրավել չի նշանակում ամեն ինչ անել դրա համար, որովհետև կարող է դու այնպիսի մի բան անես ու ներգրավես այնպիսի աուդիտորիա, որը հեչ քո աուդիտորիան չէ, ուղղակի ինքը խախվել էր, քանի որ դու այլ բաներ ներկայացրել շագերտների մեջ ասած։ Ամեն մարդ հասկանում է ինչ դեպի։ Այսինքն մեզ պետք է հենց այն աուդիտորիա, որը մեզ անհրաժեշտ է, որին հետաքրքիր է։ Եվ շատ հաճախ, երբ որ մեր թիրախային աուդիտորիան մենք չենք հասկանում կամ ճիշտ չի ընտրված, մեր մոտ գալիս են այնպիսի մարդիկ, ովքեր որ մենք չարչարվում ենք, փորձում ենք իրենց ներկայացնել, այսինքն վաճառք անել կամ կիսվել մեր գաղափարներով, իրենց համար դա մի հատ կներեք ինչ եք ուզում, այդ ջարից է։ Իսկ մենք պետք է հասկանանք, որ մեր թիրախային աուդիտորիան, այսինքն այն մարդիկ, այն հաստավորությունները, ովքեր չէ, ես մշպատ եմ, ես ընդհանուր եմ ասում, հետո ես կպատ եմ։ Մեր թիրախային աուդիտորիա, որը մենք ընտրում ենք, ինքը շատ կարևոր է, անհրաժեշտ է մեր հետագա փուլերի մեջ, բայց արդյոք մեր թիրախային աուդիտորիան գիտի մեր մասին, գիտի, որ ես կամ։ Օրինակ, ես կամ գոյություն ունեմ, ապրում եմ մի հատ, չգիտեմ, պատկերացրեք քարանձավի մեջ։ Ինչ, ով գիտի ինձ։ Ով գիտի ինձ։ Մարդը ասում է Աստված գիտի ինձ, Աստված գիտի, լավ է։ Մենակ իրար հետ խոսում եք, բայց ով գիտի։ Ով գիտի քեզ, հա։ Այսինքն քեզ պետք է ճիշտ ձևով քեզ ցուցադրել։ Դա կոչվում է պասիցիաներով, ճիշտ ներկայացնել, հա։ Այսինքն այսպիսի փուլեր կան։ Եվ խնդրում եմ դուք ձեր մոտ ունեցեք թուղթուկը, ինչ նշումներ արեք, մեր այսօր հանդիպումը կաշտերի, չեք հասնի քնի, ուղղակի կարող է ասեք ինչ լավ կլներ շարունակվել մի քիչ ավելի երկար։ Բայց ինչ ասեմ, Վիտալի Տերկաչը 3 օր է որոշել տվյալ հանդիպումները, որը մենք ուզում ենք դարձնենք 2 օր, որովհետև երրորդ օրը մարդիկ չեն գալիս։ Եվ ես համաձայն եմ, որ շատ ճիշտ է ասում պրեզիդենտը, ինչի մարդիկ երրորդ օրը չեն գալիս, որովհետև տոմսը շատ էժան է։ Տոմսը շատ էժան է։ Ու այսօր ես նոր եկա այդ գաղափարին, որ տոմսը պետք է դարձնել 150 USD, թող 10 հոգի մարդ առնի, 10 հոգով մենք անցկացնենք մեր միջոցառումը, ավելի արդյունավետ կլինի։ Իսկ այն ինֆորմացիան, որ մենք կիսվում ենք, թեկուզ այսօր այստեղ որ տեսնում ենք, դա միլիոնների արժեք ունի։ Նույնը եթե վերցնեք դուք ինչ-որ ներո համակարգով է ձևով ինչ-որ դասընթաց կնեք եւ այլն, ձեզանից ամենակիչը 400-ից 600 դոլար փող կվերցնեն։ Բայց այսօր ես կարող եմ ելից 10 րոպե բացես դուք ասեք, գնա, որտեղ 600 դոլար փող չեք տվել։ Լավ, սկսենք, ժողովուրդ։ Ով է մեր առաջի սպիկերը, շողեր դու աուդիտորիան ես, թե կլիենտը։ Բան, կլիենտը, թե կլիենտ, ուրեմն կլիենտից սկսենք։ Ուրեմն հրավիրում ենք մեր այսպես հարտակը, լիդերների հարտակը, ովքեր որ այստեղ ելույթ են ունենում, Շողեր Մանեյանին, Շողեր Մանեյանը կիսվի շատ հետաքրքիր թեմայով։
Այսօր մենք կխոսենք հաճախորդի ճանապարհային քարտեզի մասին։ Իսկ ինչ է նշանակում հաճախորդ։ Ինչքանով ենք պատկերացնում, մեր ընկերությունում ունենք երկու տիպի այսպես գործընկերներ։ Մեկը կոչվում է հաճախորդ, մյուսը գործընկեր։ Գիտենք որոնք են դրանք եւ ինչ տարբերություն։ Մարդկա որ չգիտի։ Թողասի։ Բոլորը գիտեն։ Ինչ տարբեր։ Օ, մեկնաբան։ Օրինակով կասի ինչ է նշանակում հաճախորդ։ Կարաս նստածել է։ Հաճախորդներն այն մարդիկ են, ովքեր որ գալիս են ընկերություն, օգտվում են ընկերության պրոդուկտներից, բայց չեն կարողացնում ցանց, այսինքն պասիվ ներդրողներ։ Այո, շնորհակալություն Արշակին, իսկ ովքեր են գործընկերները, ով կասի։ Այո, ովքեր թիմ են կառուցում, ստեղծում են իրենց միջազգային բիզնեսը, բարձրանում են կարիերային աստիճաններով, օգտվում են այն բոլոր հնարավորություններից, որոնցից օգտվում ենք մենք լիդերներս, այսինքն թանկարժեք նվերներ, ավտոմեքենաներ, ճամփորդություններ անվճար եւ այլն։ Դրա մասին քիչ ուշ։ Հիմա խոսելու ենք հաճախորդների մասին։ Հաճախորդները, այսինքն այն անձին, ովքեր գալիս են ընկերություն, փաթեթ են ձեռք բերում եւ հետո քիչ-քիչ հասկանալով ընկերությունը, իրենց նպատակին հասնելու քայլերը կուտակում անելով հասնում են իրենց նպատակին։ Եվ հիմա հասկանանք ինչպես պետք է կազմենք ճանապարհային քարտեզ մեր հաճախորդի համար։ Նախ հաճախորդի հետ քննարկում ենք, հասկանում ենք, թե ինչու է եկել ընկերություն։ Յուրաքանչյուր պատճառի։ Ուրեմն հարց ասա որ իսաղին, ասենք ճանապարհային քարտեզ մարդիկ հասկանում են խոսքի Google Map-ը կամ բաներից, այս տարբեր ասոցիացիաներ կա, ինչ է նշանակում ճանապարհային, որ էտապից ում պետք է անեն։ Մարդու ճանապարհը տվյալ ընկերություն։ Եվ որ էտապ։ Երբ են կազմում հաճախորդի ճանապարհային քարտեզը։ Հենց որ մենք ենք ընկերություն։ Գրանցումից հետո պետք է արդեն որոշենք։ Գրանցումից հետո այո։ Թե փաթեթ տարբերից է, տարբեր բաներ։ Նկատի ունի փաթեթ։ Այո։ Եվ ակտիվացությունից հետո քան օր հետո։ Երբ որ արդեն ակտիվացումից անմիջապես։ Ինչքան ժամանակ ունենք, ժողովրդով կարող է ասել, պետք մարդեց աշխատել, ինչքան ժամանակ ունենք։ Ինչքան ժամանակ ունենք, լասեք։ Մաքսիմում նստած ասա, չեք եղան։ Կարևորը առաջին մեկ շաբաթն է, որ Հաշվարդ։ Փողոքվենք ես։ Փողոքվենք ժողովուրդ։ Ճիշտ է, լավագույնը 24 ժամն է, բայց 2 օրը նորմալ է, այո, 2 օրը նորմալ է։ Ասեմ, որ ձեզ մոտ նշումներ արեք, ինչ որ այսօր լսելու եք, որովհետև դա ձեզ օգնում է։ Ժողովուրդ ամեն ինչ գիտեք, գալիք հեռախոսների մեջ 2 օրվա ընթացքում ձեր հաճախորդի պետք է այս գործընթացը անցնեք։ Եթե չէ, ուրեմն այս գործով դուք զբաղվեք։ Իմաստ չունի, հակառակը նեգատիվ կստանաք ու շուկա կփչացնեք։ Եկ ինչի համար են շատ մարդիկ, ասենք թեկուզ ցանցային ընկերության մեջ մարդիկ կան նեգատիվ են վերաբերվում ամեն։ Գիտեք ինչից։ Որտեղ տվյալ մարդիկ չեն անցել այդ համապատասխան ճանապարհը, որ իրենց մոտ լիներ բացահայտումները։ Եվ տեսեք, այստեղ այնպիսի հարցեր են տրված, այսօր հացը վերցնես։ Տեսեք, այստեղ այնպիսի հարցեր է տրված, որոնք որ վերաբերում են մարդու կյանքին, հա? Ու մինչև այս հարցերը մարդու մոտ չառաջանան, իր մոտ չի առաջանա գիտակցություն։ Գիտակցական մարդիկ կյանքը ապրում են անգիտակցաբար։ Դուք գիտեք, մենք գիտակցաբար ենք ապրում ենք ավտոպիլոտով, անգիտակցաբար են հրաշվանք, լողցանք, հացկերանք, քնանք, գործի եկանք, անգիտակից կյանք է։ Ու այդ անգիտակից կյանքին, եթե դու ասես քեզ ինչ-որ բան է պետք, ինքը ասում է, հա տուր, թող նվեր տան։ Ունակ թեկուզ ապրանք ես ծախում, լավ է նվեր տան, թե փող տաս արնես։ Որ նվեր լավ է, թե համար ասում են, ավելի նվեր տակ մեզ, ամեն հնարավորությունները, բայց նվեր տվածն էլ արժեք չունի, ափսոս, չեն օգտագործում։ Հիմա տեսեք, ինչ է տեղի ունենում, առաջի այս 2 օրվա ընթացքում, ժամանակ շորության։ Այո, ձեր գրանցված գործընկերոջ հետ, հաճախորդի հետ նախ կազմում եք ճանապարհային քարտեզ եւ իր հետ քննարկում եք հարցեր։
ինչու նախ կազմել ճանապարհային քարտեզ, ինչու է նա եկել այս ընկերություն, ինչ նպատակով, յուրաքանչյուրը տարբեր ինչ-որ նպատակով է, չէ՞ գալիս։ Օրինակ ձեզանից յուրաքանչյուրը տարբեր բանի համար է եկել այս ընկերություն, մեկը տուն ունենալու համար, մեկը պասիվ եկամուտ ստանալու համար, մեկը կարիերա կառուցելու համար, տարբեր նպատակներով է գալիս ընկերություն։ Եվ պետք է ձեր գրանցված գործընկերը հասկանա, նախ ինքը իր մեջ այդ հարցը տա եւ ձեր հետ միասին քննարկի, ինչու է եկել ընկերություն։ Եվ ինչու է կազմելու ինչու է պետք կազմել ճանապարհային քարտեզ։ Հետո ինչպես կազմենք ճանապարհային քարտեզը, այդ բոլոր հարցերը միասին այսօր կհասկանան եւ ինչ կտա դա մեզ եւ ինչ կտա դա մեր հաջախորդին։ Ինչու։ Նախ հիշեցնում ենք մեր հաջախորդին իր երազանքի մասին։ Օրինակ կխնդրեմ ձեզանից յուրաքանչյուրը հիմա ձեր մեջ հիշի իր երազանքը։ Օրինակ ինչ ձևով կձևակերպեք, հաջախորդը, ասենք դուք իրեն հետ աշխատում եք, ասենք կարող է Zoom-ով եք իր այդ խոսում, իմիջիայլոց, եթե հաջախորդը հրաժարվում է ձեր այդ ճանապարհային քարտեզ անցնել, չէ՞, այդպիսի բան կա։ Ասում են, հավեսում փաթեթեմ առել միլիոնատեր տարան քնում զարթեն։ Դու իրան ասա, որ շատ լավ, ուրեմն հույս չտնես, որ ես քեզ կօգնեմ ինչ-որ հարցում։ Միանգամից ամենասկզբից ձեր սահմանները դրեք։ Ասեք, եթե դու չես անցնելու տվյալ ես կոնսուլտացիան, այսպես ասեմ, խորհրդատվությունը իմ կողմից, որ ինքը փող արժի, ես անվճար խորհրդատվություն եմ անցկացնում, օգնում եմ քեզ բացահայտել քո նպատակները եւ ցույց տամ ինչպես կարող ես հասնել դրան քայլերը։ Գալեք թե օգնում եմ ձեզ, խորհրդատվության շնորհիվ բացահայտել ինչպես կարող եք քայլ առ քայլ հասնել ձեր երազանքին։ Հիմա դուք եք կամ բանը որ կարողանաք ասեք կլիենտին, ինքը կհասկանա, բայց ցավոքսից չեք ասելու։ Օրինակով կարող եմ ասածը կրկնի իր բառերում։ Վիգարի ջան, մի հատ հարց կարելի է։ Չէ, իմ ասածը կրկնի, հարցը մի պատասխանի, լավ տեխնոլոգիա է։ Ես եք ինետ ես։ Ակա հարցը ես։ Հələ ով կարող ասի, ես կլիենտն եմ, կամ շոֆերը կլիենտն եմ։ Առաջանում եք ես սիտուեյներ, ես ահագին հրաժարվող չէ, ես կլիենտն եմ, ոսկի, պատկերացել եք լավ, ես թե շոֆերը ես կլիենտ, ես խիստ եմ ատոս, խիստ չեմ, ավելի վախենամ չէ, ես վախենամ, ասա, բայց ինչ դեով ես օգնում, կարաս ամիսը մի $500 կծես հաշվիս, այսնեն հասկացած, ուրիշների հասկացա, սովորեցնել, պրոֆեսոր ես սովորեց, կեզանց խելացի եմ 100 անգամ, 5 սուտ եմ ավարդել, դուք բան ատ ես ավարդել, Ես ոլորտի մեջ, որ, ես ով է, ես ով է ժողում, ինչ ես առաջարկում եմ, Հիմա տեսեք մենք ինչ դեպի ենք խոսում, դա համար չկա, չբռնասած, չկա, դու իրան տեսեք, մենք որ պատմում ենք բիզնեսի մասին, այստեղ երեք մի հատ սխալ ենք անում, ընդհանրապես սխալ, մենք պատմում ենք կամպանիայի մասին, կամպանիայի ոչ մեկ քեզ աչքի չի կամպանիայի, Վիտալի Տերկաչի աչքի գույնը կանաչ է, ինչ, շատ լավ մարդ է, ինչ, լավ է, լավ չէ, բայց ինչ, դու ինչ ես ստացել, կամպանիան ինչ կտա, դուք որպես վաճառքի մասնագետ դուք խոսեք օգուտից, դուք եթե կլիենտի օգուտից չեք խոսում, հետո չասեք այդ մարդը խոսքի, դու մարդուն պետք փիլիսոփայում ես, կամպանիան բացվել ես ինչ որ թվին, չէ, դու օգուտից, հիմա դու իրան մի օգուտ տաս, ինքը պետք է քեզ վստահի, առաջի քայլն է, եթե ձեր հարաբերությունները չձևավորվավ, վերջ, ձեր Նախ պիտի հարցնեք Սմիդանյանները, ինչպիսի խնդիրներ ունեն, որն է բայց ինքը չի բացատրել, ոչ, ինքը մի անգամից կարող է խնդիրներ չխոսի, մարդուկին իրար հետ կռված են, ինքը քեզ մի չպատմի այդ թեման, ֆինանսները պարկեր ունեմ, նենած տոկոսներ ունեմ, հոպ չպատմեմ քեզ, դու լպտի գազ չէ այդ մարդը դառնաս իր համար, դառնաս չէ իր համար այդ մարդը, հետո ժողովուրդ, եթե դուք այդ մարդուց հետագայում պահանջեք խելացի կուտակում կամ ինչ-որ գործողություններ, ինքը չի անելու, որովհետև դուք իրան ոչ մի բան չեք տվել, պրոբլեմը դրա մեջ է, կլիենտը որ գալիս է, դուք լավ գրանցում եք, բռնի բերի գցիկ ստեղ, բայց մեջ ինչ կա,
Մարդը լավ գրանցող է, որսորդ է։ Մարդը լավ որսորդ է, այդ հարցն է կա։ Կա որսորդ, կա գյուղատնտես։ Մարդկա սպանես չի կարող մարդ գրանցի, բայց մի հատ մարդ տաս, առավոտի տիրիգուն է դրա այդ կամ կաշխատի, վերջում այդ մարդը բերք չի տա, իգրը բերք չի տա, կողք ասած։ Որովհետև դու բերել ես այդ մարդու, բայց չինես ինք ինչ որակներ, ինչ սերմ է, չէ՞, դու դիգ ունենաս շատ ցանած սերմ է, դու չգիտես որն է աճելու։ Հիմա մարդկա ինքը լավ որսորդ է, գնաց համոզես, թվեց, բերեց գրանցեց։ Դու նայում ես ասում ես այ քեզ բան։ Ես չեմ կա, բայց ոնց գրանցեց, դա սպանեց այդ մարդուն։ Կա չէ, որ կետանն է, որ ասենք ծագերի տեղ չի եղել, կա դες կետան, գիտես։ Դες ավեր կետաններ դեր։ Ագրավ։ Դերիք չդեգին դե բայց հնարավոր ես չեմ մտածում, որ դες վատ կետան լինի, որ կա։ Բայց ի՞նչ ա, բերեցի, գցեցի, վերջացավ այդ մարդու կարիերան։ Դու իրեն պետք է մոդելակ ինչ-որ հոգուտ տալով։ Ինչ եք ասում ժողովուրդ։ Ես կօգնեմ քեզ, կանցկացնեմ անվճար խորհրդատվություն քո համար, կամ դու ունես ինչ-որ բոնուսային հանդիպման նվեր իմ հետ, հա, քանի որ գրանցվել ես իմ թիմում, դու ստանում ես առավելություն, թանկ վաճառեք ձեզ, հա, թանկ վաճառեք, ու այն մարդիկ, ովքեր լուրջ են տրամադրված իրենց կյանքը փոխելու առումով, դու իր մասին խոսես, քո մասին չխոսես, իրենց կյանքը փոխելու առումով, ես անցկացնում եմ խորհրդատվություն, ուստի նախորդ կարող եք պայմանավորվենք, ոչ թե զանգեցիր, բարև կասկի, այ մեկ խորհրդատվություն անենք իրար հետ, բան, ես կարգի, բիզնես չի նու ժողովուրդ պոդի վրա, էդի ես մի քիչ ձևերով եմ անում, բայց հենց այդպես է գալիս, նախորդ պայմանավորեք, եթե չկա տվյալ պայմանավորվածությունը, շատ լավ, ես հասկացա, որ դու չունես անպատասխան ոնց ասեմ, հատկանիշները, չունես են հատկանիշները, որ ես կարողանամ քեզ օգնել, բացահայտես քո ֆինանսական անկախությունը կամ ունենաս նոր արդյունքներ կամ իրագործես քո նպատակները։ Ասա։ Եթե չունի այդ մարդը, բայց արդեն գումարով մուտք է եղել ընկերություն, այդ դեպքում ինչ անելու նա։ Ինչ մենք որից ենք խոսում, գումարը մուտքանից հետո ենք խոսում, առաջ չենք խոսում։ Ճիշտ հասկացա արդեն։ Մենք խոսում ենք հետո, առաջից չենք խոսում։ Այսինքն բերեք խոսենք հիմա թեմայից, չգնանք հետո, եթե ինքը չունի այդ հատկանիշները։ Մի րոպե, որ մենք խոսում ենք մարդը եկել է, գումարը վճարել է, այդտեղից ենք գալիս։ Հա? Всё, այդտեղից տվեք հարցերը։ Դրանից առաջ չենք խոսում հələ։ Խոսում ենք հետո ենք, հա, թե չէ առաջ որ խոսամ, կարանք հետո առաջ խոսանք, հետո մեր բարությունից առաջ խոսանք։ Հա, ասա հարցը շողը շարունակ, կարճ է թեման, ուղղակի ես ասեմ։ Ես ուզում եի հարցնել, այս ամեն ինչը, չնայած ընդեղ արդեն ասվեց, մինչև գալը։ Այն մի բան։ Էդի նույն բանն եմ ուզում ասել։ Դե հիմա մենք խոսում ենք եկել եք կլինի, մինչև գալը չենք կազմում, այ լավ ասես, նիետ։ Ինչի համար ժամանակ ծախսեք ճանապարհային քարտեզ գալ։ Մինչև գալը ուրիշ բան կա, հիմա խոսամ ես։ Խոսեք, կասեմ ինչ կա։ Ես խոսեմ, կասեմ, թող հիմա գալուց հետո լերեսի։ Մարսենք, լավ, ինչ հարցեր ենք տալիս։ Դու շողեր ինչ հարցեր ենք տալիս։ Նախ հիշում եք մեր երազանքի մասին, հիշեցնում եք հաճախորդին։ Մեր իրեն երազանքի։ Հիշում եք հիմա, օրինակ կցանկանամ, որ յուրաքանչյուրը ձեր մեջ հիշեք ձեր երազանքի մասին։ Տարբեր են երազանքները, իհարկե հնարավոր է կապված չլինեն ընդհանրապես ֆինանսի, բայց հիշեք ձեր երազանքի մասին։ Օրինակ իմ լիդերներից մեկը դասերից մեկի ժամանակ ես ասացի ցանկացած նպատակ, ինչ նպատակ ուզում է լինի, կախված է գումարից։ Ինչ նպատակ ուզում է լինի, ինչ ոլորտում լինի, գումար պետք է դրա համար։ Եվ նա ասաց իմ նպատակի համար պետք չի։ Ես օրինակ երազում եմ իմ սիրած աշխատանքով, սիրած բանով զբաղվեմ տանը, բայց դրա համար ժամանակ չունեմ, որովհետև օրական 12 ժամ աշխատում եմ։ Այսինքն ինչ է դա նշանակում։ Նա գումարի համար չէ աշխատում։ Եթե գումար ունենար, ինքը 12 ժամ չէր աշխատի եւ իր երազանքը իրականացներ, ժամանակ ունենար իր երազանքը իրականացնելու համար։ Այսինքն կանել է շատ։ Դուք ինչպես հասկանաք, մարդը խոսեց երազանքից թե նպատակից։
Դուք հարցը տվել եք երազանքից։ Եթե նպատակից խոսեք, էմոցիա չի կախտացնելու իր մեջ։ Նպատակը հետո արդեն Չէ, հիմա ճանապարհին ոնց հասկանաք երազանքից, ո՞ն է երազանքը, այո, այդ հարցը ինչ ձևով կպատասխանեք։ Հենց այստեղ հուշումը կա։ Այո, երբ մարդը հիշում է երազանքի մասին, էմոցիաներ են առաջ։ Եթե դուք երազանքը չբերեք տեղը իր, թեկուզ չուզենա ձեզ ասեմ, մտքի մեջ կամ ասա քո մոտ թղթի վրա գրի հենց հիմա։ Ինչ երազանքներ է գալիս քո մեջ, որը ունեցել ես մանկուց եւ այլն։ Եթե էմոցիա, եթե դուք խոսեք նպատակներից, էմոցիա չի կարող եք նպատակ ունի պարտքերը փակի։ Եթե բացասական էմոցիաներ առաջացնելու իր մոտ, դուք մի մտածեք, թե ինքը մեծ հաճույքով է մտածում։ Մարդը փորձում է խուսափի, չմտածի դրա մասին, բայց գիտի, որ ձեր չկա։ Հա, պետք է անի ինքը։ Այսինքն պետք է խոսենք ոչ թե նպատակներից, այլ երազանքներից սկզբում։ Եվ արտացնել էմոցիաները, արդեն զգում ես մարդը ուրախ է, ինչ զգացիր, ինչ ես զգում։ Այլ շողերը տեսեք լավ ասեց, ինչ ես զգում, հիշեցի, գրեցի, ինչ զգացիր, հարց ես տվել, հետո, և ցույց տվեք, որ ասա շողերը։ Եվ ցույց եք տալիս, որ անտարբեր չէ իր զգացածի, իր երազանքի հանդեպ և պատրաստ եք օգնել նրան հասնելու այդ երազանքին։ Իսկ ինչպես եք օգնում հասնել մարդուն իր երազանքին։ Երազանքը, որպեսզի դարձնեք նպատակ, ինչ է պետք։ Օրինակ ինչ եք կարծում։ Կոնկրետ ասենք որ կատարել, Չէ, ինչ-որ համար Այդ տարբերակներ Արտացնել էմոցիաները եւ փորձել ճանապարհ ցույց տալ այդ նպատակին հասնելու։ Ասենք երազանքը փոխել նպատակի։ Այդ անցումը, այդ երազանքից նպատակ անցումը իրականացնելու երկու ցույց տալ։ Երազանքը որպեսզի դառնա նպատակ, պետք է քայլ առ քայլ Ահա, օգնենք, որ ինքը կարողանա իրականացնել այդ ճանապարհը ցույց տալ, այդ երկը հնարավորին ոնց կարելի է երազանքը դարձնել նպատակ, իրականություն։ դառնում է նպատակ, երբ որ մենք գրում ենք, չէ՞։ Նախ գրում ենք մեր երազանքը, հետո գրում ենք քայլեր այդ երազանքին հասնելու համար, ճանապարհին քաջը։ գրում ենք ժամկետ ենք դնում նաև, չէ՞, ինչքան ժամանակում պետք է հասնենք մեր երազանքին, եւ դա արդեն լինում է կոնկրետ գծված նպատակը, որպեսզի հասնենք մենք դրան։ Իսկ ասենք թե ինչպես ենք օգնելու հաճախորդին կազմել իր ճանապարհային քարտեզը։ տեսեք, ստեղ կարևոր բաժը, եթե այս բաժ պատկերացիք չի։ Հիմա նայեք, դրած է բախտով ուսադրում, չդեմ պիքսար եւ այլն։ Եթե մենք բացահայտում ենք իր երազանքը, մենք կարող ենք դա թվայնացնենք։ Չէ՞։ Այսինքն ասենք ինչքան կարելի է դա օրինակ։ Չէ՞։ Չէ, երազանքը ինչքան կարելի է։ Ինչ ձևով իրանով, ինչ ձևով կարող թվայնացնենք։ Օրինակ, մարդը ուզում է տուն ունենա վարձով տա իր համար ապրի, ինչքան փող է պետք դրա համար։ Կարող թվայնացնենք։ $100,000 պետք։ Մարդը ուզում է խոսքի, չգիտեմ, գնա ինչ-որ Համստանը, կարող թվայնացնենք, ինչքան փող է պետք։ Հա? Մարդը ուզում է ազատ ժամանակ ունենա, կարող թվայնացնենք, պիտի ունենա այդքան փող, չէ՞ որ։ Այսինքն տեսեք, արդեն մենք ոնց որ այդ երազանքի թռիչքը ավելի բերում ենք երկրի վրա։ Հա, բան եք անում, թվերի եք վերածում։ Տեսանելի ինչ-որ հաշվարկի մեջ եք բերում։ Հա? Օրինակով կարող մի այդպիսի բան դրվակ մեկնաբանի, ասի իր երազանքները։ Հա, լավ ասեք ձեր օրինակ մեջ, ձեր երազանքն նպատակը չէ, մեծ երազանք։ Նպատակը տեսեք, նպատակի երազանքի տարբերությունը։ Նպատակները իրանք ավելի կարճաժամկետ բաներ են, իսկ երազանքները ավելի մեծ են։ Ավելի հետագա կյանքի եւ այլն, ավելի ծավալուն։ Մենք պետք է միշտ երազանքից սկսենք, ո՞։ Հետո վերածենք երազանքի մեջ նպատակներ, տնենք կարճաժամկետ, էլ մի քիչ երկարաժամկետ, հա, բայց հիմնականում մենք աշխատելու ենք երազանքի վրա։ Հիմա, ով կարող է այդպիսի մի մեկնաբանություն անի։ Օրինակ մարդը երազում է տուն ունենա։ Այդ տան թե ինչքան գումար է պետք, ինչքան ժամանակ դա թվայնացնենք։ Ամբողջ երկիր մոլորակի վրա կարողանան հասնել ճանապարհով։ Հա, իդա դες մարդը մեծ լավ երազանք։ Կարող թվայնացնենք։ Այո։ Ինչքան փող պետք է ունի։ Շատ։ Այնքան ասում է չաշխատեք գումարը աշխատի։
Հա։ Թող տրակտորներ աշխատեն։ Կա թե բան չկա։ Եթե արդեն մեր գործի վերաբերյալ լավ բան է։ Եթե թվայնացնենք, դուք դե ասես քանի հատ, տեսեք, Pixar ծրագրով մենք պետք է հաշվենք թիվը, բանով, թեկուզ կանանք պարտոգոսադրույքով հաշվենք թիվը, ինչքան կարժենա, հետո սիրուն նկարի մեջ իմաստեղ Pixar-իկ գրել, բայց ասվածտվե չի խնայ, հազարած GPT չարկա։ Կարաս աշկերդ փակես, կրգնես այդ բարձրաձայն ինչ-որ տեսնում ես մտքիդ մեջ, ինքը քեզ ավելի սիրուն նկարի տա, չէ՞։ Եվ Google-ով Google-ն դե իր տեղում։ Այսինքն նայեք, տեսեք, պետք է մեզ թվայնացնել տա։ Էլով կարող է այդպես օրինակ բերել։ Կապիտալ ունենա։ Կապիտալ, Իշկան եկամ ուտե ուզում, ինչի համար։ Բաց հարցեր են։ Կապիտալ ունենա։ Ինչի համար ես ուզում։ Չէ, չաշխատել։ Ինչի համար չես ուզում աշխատես։ Չէ, չաշխատել չի։ Ինչի համար չես ուզում չաշխատես։ Աշխատի։ Չէ, հասկանում եք, ինչի անընդհատ տալիս եմ հարցը։ Ինչի համար կարելի է չաշխատել, որպեսզի կարողանաս ընտանիքի համար ժամանակ օգտագործես, թիմի հետ ավելի շատ ժամանակ։ Ինչի համար ես ուզում ընտանիքիդ հետ շատ ժամանակ անցկացնել։ Ինչի համար ես ուզում ընտանիքդ վայելես։ Տեսա՞ր, գտա՞մ, ինչը գտա՞մ, որտեղ էդի իր այությունն է, ինքը դրանով ապրում է։ Հա, գտա՞մ։ Ինչի համար ես ուզում ժառանգին թողնել։ Երեխանի ինչ լինի։ Կապիտալի ինչ պետք է երեխաների։ Անշարժ նույնք ինչ պետք է անեն երեխաները։ Ինչի համար ունենան։ Որպես եկամ ունենան։ Եկավ հասան անոտ կյանքի կարելի է այդպես եկավ, չէ՞։ Ասա։ $5 միլիոն տարեկան շրջանառությամբ ընկերություն ունենամ, որպեսզի կարողանամ օգնել բոլորին։ Տես գտամ, իր նպատակը բոլոր ինչի համար ես ուզում բոլորին օգնել։ Բոլորի ասենք այն մարդկանց ովքեր տուն չունին, տուն ունենան, հա։ Եվ ճակատագրերով ուզենամ փոխել մարդկանց օգնել, որ այդ երեխեքը ապրին լավ ընտանիքներում 4 խավի մեջ, ուսենք թեկուզ ընդ օրդիներ կանեի։ Ինչի համար ես ուզում անես։ Ուզում եմ անել, որ նույն հարցը կարծում եմ 100 կամ 10։ հանգիստ Հանգիստ մահանամ, մահանամ արդեն գնացի, տեսա՞ք ու ասա։ որ ամենակարևորը Կան պետք չէ, նրանքանից կան Հարիստը, դեպի ոչ թե կանդիդատները այդ կոնկրետ իրաց աշխատանքների համար մարդկանց սերդերում Դե մարդը իմ տեսիք ասեց հանգիստ մահանամ, դա ամեն մարդ մի ձեր, մարդը պատկերացրեց ուտեղ ինքը հանգիստ պարգած է, բայց պես չէ։ Այսինքն մարդը իր մեջ բան ունի, որ իր պոտենցիալը, ինչի համար ինքը ծնվել էր, կարողացավ փոխանցել, հա, որտեղ մենք մեր իր միսիան էր, ինքը միսիայից էր խոսում։ Ինքը դա չի անում փողի համար, դա անում է իրեն էությունն է դա։ Քո մեջ կա մի հատ էություն, եթե էդի կորցրել ես բանվերը, մարդկա էդի քո մեջ կա մի հատ էություն, որը ինքը ուզում է դրսևորվի այս աշխարհի մեջ։ Եվ եթե դու էդի դրսևորեցիր, երջանիկ ես, կապ չունի, միլիոն, միլիարդ կարող աշխատես, բայց էդի չէ, կարող է ինքը այդ միլիոնները աշխատի, բայց այդ գործով չզբաղվի, որը իրեն պետք է տար հաջույքը կամ այդ ոնց որ զգացողությունը, որ իր միսիան կատարեց այս կյանքում։ Ու շատ քիչ մարդիկ կան, ովքեր ասում են, լավ է, ես արդեն գործը արել եմ, կարամ հրաժեշտ տամ։ Նորմալ պրոցես է ժողովուրդ, նորմալ պրոցես է։ Այո, շատ նորմալ պրոցես է։ Այո։ Հիմա ինչ արեցինք, թվայնացրեցինք։ Հիմա այս բախտոգոսադրույքով ինչ ձևի հաշվենք այդ մարդու նպատակը։ Օրինակ, թվային իշքան $100,000 է պետք։ $100,000 է պետք, չէ՞։ Ասում ես տուն առնելու համար $100,000 է պետք։ Կարող ենք բախտոգոսադրույքով տարեկան 20%-ը վերցնենք, շատ չէ։ 20%-ը դաժե շատ է ժողովուրդ, նորմալ հաշվարկի մեջ։ Եվ հաշվենք իշքան փող պետք է մարդը ներդնի, որ քանի տարի հետո ինքը ունենա $100,000 կապիտալ։ Կամ ուրիշ բան կարող ենք անել, կարող ենք ցույց տանք մեր կամպանիայի մեջ ինչ ձևով կարող ունենա մի անգամից, չէ, որովհետև հենց մեր պրոֆիլով է, չի գիտենք սարուցոր, կարող ենք ասենք ախպեր ջան, ստատուս արա
ստացի նվեր, չէ, օքեյ, երազանքը ցույց տվեցիս, մի անգամ ցույց տվեցիս, չէ, ով գիտի, որ ստատուս անիք ստանա, բնակարան, առանձնատուն, գիտեք, չէ, նվեր, մեզ մարդը ուզում ես նվեր, արի գործ անեք, սովորեցնեմ ինչպես քայլերը, հա, մյուսը, ետաղերեք մարդը ուզում է այդ 100,000-ը չի, նվերով չի խոսքի, ուրեմն արի կուտագի կապիտալ, կուտագի ռենտ տոկեն, ստեփ տոկենը վաճառի, կամ այսպես կարող ենք ասել, քո բախտը բերել է, անգամ ես ուշադրություն ունի, որտեղ է բախտս բերել, խոսելու բան է, ու դուք պետք է շատ լսեք, դուք չխոսաք, դուք պետք է հարցեր տուտան, ասես քո բախտը բերել է, դու կարող ես մաս ամեն ամիս այդ քո տունը առնես եւ ի վերջո բանի այն puzzle-ի պես հավաքես այդ քո տունը, այդ $100,000, չէ՞, որտեղ դու կարաս ամեն ամիս մեր մոտ $200, $300, հարցը կայանում է նրանում, դա դու քանի տարվա ես որոշել անես, 10 տարվա թե 5 տարվա, երկու հաշվարկներ կարելի անել, չէ՞ կարելի անել, հիմա տեսեք, երբ որ դուք ես տվյալ հանդիպումը անում եք ու նորեկ եք, դուք դա պետք է անեք ձեր սպոնսորի հետ, սկզբից սպոնսորի հետ երկուսով խոսեք, թող սպոնսորը ձեր հետ աշխատի, եթե գիտի, եթե այդ սպոնսորը չգիտի, վերցնում եք երկուսով բերնում եք վերևի սպոնսորի մոտ, վերևի հովանավորի մոտ, հիմա դու քո մոտ նշի, որ ես իմ կուրատորի հետ պետք է անցնեմ անպայման այս հարցազրույցը, ու եթե կուրատորը քեզ այս հարցազրույցը չանցկացրեց, կբողոքես վերևի կուրատորը, վերևի կուրատորը չանցկացրեց, բողոքես այն վերևի, ու պես բողոքելով կբարձրանաս վերև, միջև դերկաչի բողոքես, որտեղ ես չեմ ասում, հայքի կա, հայքի մոտ կազում ու վսյո, հայքի կանցկացնի, այսինքն ինչն է խնդիրը կանում է նրանում, որ դուք ես փուլը անցնեք, մնացածը արդեն այդ անցնեմ ուտացքում դուք իքները կվերաբրեք, հետո մի հատ բան ասեմ, միջև դուք իքները չվերաբրեք այս ամեն ինչը, զգաց էր մաշկի վրա, դուք չեք արժևոր այս հանդիպումը, ուշադրություն դարձեք, կարող է դուք գիտես, բայց քեզ ոչ ոք չի արել այդ հանդիպումը, քեզ ոչ ոք չի արել կողքից քո կուրատորը, դու կարող ես լավ սովորես գնաս սովորածը ուզենաս մյուսի հետ անցնես, էլի չի աշխատի ժողովուրդ, էլի չի աշխատի, ինքդ վերաբրիս, քո կուրատորը պետք է քո հետ խոսի, դու խոսի դու հետ վերաբրիս, այդ չանցում ոյս իշտ լաստորեր, հետո նոր գնացի ուրիշի ասեցիս, այո, էմոցիաները ուրիշ կերնի կարող են չէ, էմոցիաներից բացի էմոցիաներից դու ինքդ զգացիր արդեն այդ ինչ է, ու ուզում ես արդեն ուրիշի փոխանցես, բայց որ դու եկել ես թյորիա սովորել ես, նպուկտերով գրել ես, էդի դու ինչ ձևեր խոսաս այդ դիմացի մարդու մեջ ոչ բան չի առաջացնում։ Դե չի առաջացնում, որտեղ դու ինքդ չես կերել համել, պրոստը գիտես հիմա մեջտեղ ինչ ենք անում, մեջտեղ խոսում ենք խոսքի պատկերացա խնձորի համից, տրեյնինգը, ուսուցումը ինչ է, խոսում ենք համից, օրակով կարող է բացատրել խնձորի համը, հիմա մենք ստեղ ասում ենք, խնձորը շատ լավ բան է, մեջը ունի այս վիտամինները, վիտամին դեղ ինչ կա, երկրատ կա չէ, յանում թե, որը չի, բանը չկա, չի սևանում։ Չէ, մենք երկուսով կաշխանենք, դու մի ասա մեկի ճարեք։ Իմանայք, եթե դուք, մենք ստեղ ասում ենք, այդ ինչ համուն է, այդ խնձորը ինչ տեսվում է, ասում ենք բլանկավոր չէ, բժիշկները ասում են խորտ է, տվել կերել են, շատ մարդիկ լավ են զգացել։ Հիմա ձեզ ինչ է մնում, գնանք փորձեք, վсё, վերջ։ Երբ որ փորձեցիք, դուք եք նորմալ պատմեք, դուք եք ասեք, լավ բան եք, ոչ բան չի եղել։ Դրա համար գրեք ձեր մոտը, ես իմ կուրատորի հետ անցնեմ այս հարցազրույցը։ Շատ կարևոր է, հենց մեր էջում շատ հետաքրքիր է նաև տարբեր այսպես կապիտալի համար հաշվարկ կատարել, հասկանալ ինչ քայլերով պետք է որոշակի գումար կուտակենք, ինչքան կապիտալ ունենանք սկզբնական, ինչքան կուտակում անենք եւ 5 տարի հետո ինչքան ընդհանուր մենք կապիտալ ունենանք մեր երազանքի համար։ Այսինքն բարտոկոսադրույթի հաշիվը պարտադիր ձեր
Ժողովուրդներ լսեք, ուտելին ինչ եք խոսում յանում իրար, ինչ։ Ձեր կուրատորների հետ պարտադիր հաշվում եք, որպեսզի սովորեք դուք էլ ձեր թիմի հետ անեք։ Հաջորդը կոլաժ պետք է կազմենք։ Այսինքն սովորեցնում ենք մեր հաճախորդին, բայց մինչև սովորեցնելը մենք ինքներս մեզ համար կազմում ենք մեր երազանքների կոլաժը։ Օրինակ կան մարդիկ, որ ունեն իրենց համար կազմած։ Մի բادس խփած դրում է։ Երկու տարի առաջ։ Բայց շատ քչեր ունեն փաստորեն։ Փոխելով աղ։ Բամասում։ Այո։ Ինչ է կոլաժը։ Տեսեք, Կոկտեյլ, հա, կոկտեյլի նկատում ես։ Հա, կոլաժի ինչ է Ովքեր չեն կազմել, ինչ է Կոկտեյլ է, չէ։ Նպատակների նկարների կորայ։ Կոկտեյլ է, չէ, կոնյակով մեկ կոլայով։ Կոլայի միջով բան է։ Ճիշտ է։ Ով կարա ցույց տա իր հեռախոսի վրա կամ կոմպյուտերի վրա։ Հերթի վրա։ Կոլաժը կարող եք կազմել տարբեր եղանակներով, օնլայն տարբերակով ու պահպանեք այդ նկարը մեր համակարգչի էկրանին, հեռախոսի էկրանին կամ օֆլայն այսպես տարբերակով, ոնց որ ասած Օրինակ տան նկարը, դա կոլաժի կերնի, ձեր երազանքների տան նկարը, ձեր երազանքների մեքենայի նկարը, օրինակ պատկա ուզում ես ճանապարհորդել, մի քանի սենց երկիրներ, այդպես կոլաժ ունի։ Եվ տաղապես կյանքի սֆերաներ կա, այլ մի քիչ դա հոգեբանական է, դա չենք խորանում։ մի քանի բառով ասա։ Այսինքն տեսեք, կոլաժը Կոլաժը կազմելու համար օնլայն տարբերակով բացում ենք Google-ը, Google-ից ներբեռնում ենք մեր երազանքի նկարները, օրինակ մեր երազանքի ավտոմեքենա։ Ինչ մոդելի, ինչ գույնի, որ թվականի, չէ՞, բոլոր այդպիսի նկարներ կարող են գտնել ինտերնետում։ Կամ մեր երազանքի տունը ինչպիսին լինի, մեկ հարկանի, առանձնատուն կամ բնակարան, բազմահարկ շենքում, նկարը ներբեռնում ենք, տարբեր նկարներ, այսինքն կոլաժը պատրաստելու համար մեջտեղում դնում ենք մեր նկարը, կողքերը արդեն որոշ ոլորտների, որպեսզի շատ չխորանանք, կոլաժի հետ կապած ձեր կուրատորների հետ կազմեք, եթե դեռ չեք կազմել, այստեղ շատ քչերն են կազմել, դրա հետ կապած մենք շատ տրեյնինգներ ենք ունեցել, եւ օֆլայն եւ օնլայն դասերի ժամանակ, եւ նաեւ մեր մոդուլների ժամանակ ենք մենք մանրամասն սովորում կոլաժը կազմել, այնպես որպեսզի ուզում եք լավ սովորել, ավելի պրոֆեսիոնալ, կարող եք հասնել մոդուլներին կամ մասնակցել մեր մոդուլներին։ Եվ օֆլայն տարբերակով թղթի վրա փակցնում ենք մեր երազանքի նկարները, մեջտեղում մեր նկարը։ Ու այդ կազմած կոլաժը այնպիսի տեղում ենք դնում, ենթադրենք էկրանը չի, այլ օֆլայն տարբերակով, որ անընդհատ մենք տեսնենք դա, առավոտյան աչքեր բացում ենք, տեսնենք։ Այնպիսի տեղում, որ անընդհատ դա մեր աչքի առաջ է։ Մարդկա ասում է սառնարանի վրա է փակցնում, ավելի շատ սառնարանի մոտ գնում, սառնարանի դուրն է բացում, այդպես անընդհատ տեսնում։ Կամ էկրանին արդեն հեռախոսի էկրանին հենց բացում ենք էկրանը, միացնում ենք, միանգամից նախ կոլաժն ենք տեսնում եւ ինչքան հաճախ դուք ձեր կոլաժը տեսնեք, այնքան ձեր ենթագիտակցությունը աշխատելու է ձեր այդ երազանքին հասնելու ուղղությամբ։ Այսինքն սա մի փոքր այլ է հաշվարկից բացի, այլ եղանակ է դեպի մեր երազանքը եւ դա իրոք գործում է, ասեմ իմ օրինակով, անցած տարի ես դաս տրեյնինգից հետո որոշեցի օֆլայն այդպես թղթի վրա կազմեմ իմ կոլաժը, կազմեցի, այդտեղ փակցրեցի նաև ավտոմեքենա։ Եվ հենց այդ ամիս, որ ես կազմեցի կոլաժը, փակցրեցի իմ դռանը, ննջասենյակի դռանը։ Հենց այդ ամիս ես բացեցի ավտոծրագիրը։ Այսինքն միանգամից սկսեց աշխատել կոլաժը, այնպես որ կարող եք փորձել, դա իրոք ազդում է, դրա օրինակները շատ են, ինչպես է դա օգնում մարդկանց հասնել երազանքներին։ Մեր հայկական գործողություն չեղավ։ Չէ, առանց գործողություն իհարկե չի լինի։ Ես գործողություն անում եի ամիսներ շարունակ, ես աշխատում եի ավտոծրագրի վրա, ամիսներ շարունակ, բայց հենց այդ ամիսը, որ կոլաժը արդեն պատրաստեցի, դա էլ նաև իր ազդեցությունը ունեցավ եւ այսինքն
գործողություններ իրան կգան կստացվի։ Չէ, գործողություն պարտադիր պետք է անի։ Կարող գործողության ոչ մի Դու երազանք արդեն պարտադրված նայելու Սպասեց, միջև դու չնայես կողմի մեջ ձևակերպի այդ պատկերը գործողության չես, մենք հիմա խոսում ենք այդ փուլից որ ստեղծես, բայց դու արդեն գնացեք հասար, չի չես նայելու, քիչ ես նայել, չես արել, հիմա կասեք դրամացիեք ասեմ։ Նայ, որ կոլաժը կազմում եք, նայում եք անընդհատ այդ էմոցիաները գալիս են ձեր երազանքի, չէ, անընդհատ դուք հիշում եք ձեր երազանքի մասին եք ձեզ հիշեցնում։ Եվ այդ դեպքում արդեն մտածում եք ինչ քայլերով ես պետք է գնամ այդ երազանքի։ Այստեղ նա հոգեբանական պարկա, շատ ճիշտ է ասում քայլեր, այստեղ նա հոգեբանական պարկա։ Մարդը տեսնում է այն, ինչի մասին մտածում է։ Օրինակ, այստեղ նստած մարդկանցից ինչ որ մի քանի անձնավորություններ կարող են տեսնել հատկապես այս միջի սխալները։ Այո։ Որտեղ ասենք կա երկու կյանք, կա մեղրի կյանք եւ կա ճանճի կյանք։ Երկուսն էլ թռնում են։ Մյուսը մեկը տեսնում է, գիտենք ինչ, եւ շատ է սիրում կա։ Մյուսը տեսնում է լավ բան։ Ինչի համար, որտեղ գոյություն ունի կենտրոնացում ուղեղի։ Մարդկա խոսքի հետարկայնար ինքսս դա բանակցում ես։ Օբշի, սկաները անում։ Ուս իրա մեջ արդեն գրվում անտեղ, պատվաստով է։ Ասենք ես կյանքում չեմ տեսնի պատկոմը, շորը կերպում են, կերպը չեմ տեսնի, տեսնում սիրում շոր է։ Բայց այդ մարդը կեղտը կտեսնի, կեղտը, ասում է։ Մի մեզ պետք է որ այդ կեղտը, որ մեր ուղեղի մեջ է։ Փոխենք լավ, համով բաներով, ուտելիքներով, սիրում լավ բաներով։ Եվ տեսեք, օրինակ եթե միացես բան որոշեք, օրինակ ես չեմ մտածում, որ Porsche մեքենա առնեմ։ Porsche ինչ մեքենա, ուրիշ մեքենա կարողանամ։ Բայց ինձ ասեք, ես ասում հազարով։ Դե հա, մոտ ուրիշ բան կար նպատակ։ Հետո մտածի Porsche-ի մասին պրեզիդենտը ասեց, չէ, արի Porsche առ։ Ասի լավ Porsche, ու սկսի, արդեն մի որդ է խնում, ես Porsche տեսնում, այս Porsche չէ, այս է իմ տեսակն է, այն է իմ տեսակը, չէ։ Նույն օրինակը տալիս են, ովքեր հատկապես տղամարդկանց համար կարող ասեմ, որ ասենք, երբ որ կինը թղի է, ռեալ էդի քո հետ եղել է, արդեն դու նկատում ես հղի կանանց, բայց նախարդ դիկը հղի կանանք ոչ մի չի նկատում։ Ոչ է մտածում է, որ ամիսն է, հղի է, չէ, բայց էդի որ արդեն կա, դու արդեն նարես շադացան, նախարդ չկար, սա մեզ է սպասում, նույն բանն է ժողովուրդ, նույն բանն է, այսինքն ինչի վրա կենտրոնացած ես, դա ունես, հիմա մարդ կա, միշտ կենտրոնացած է, որ եթե դի նեղացնել, կա դեպս հիմա, ինչ է լինում, իր անձը պետք չեն կարգում, իրան արտամարում են, ինչ եղավ, ինքը էդրանից կերավ, հարց, ինչի համար, աղջիկ ջան, տղա ջան, այն մյուսի չանտեսի, քեզի անտեսի, ինչի համար։ Եվ որտեղ դու դրան կենտրոնացած ես։ Հիմա որ մեկը ինձ անտեսես, ինձ բաց չեմ զգա։ Որտեղ ինձ պետք չի։ Հասկանում ես դրա վրա չեմ կենտրոնացել իմ կյանքը։ Բայց մարդկա այդ վրա է կենտրոնացել։ Իրա այդ բանը այս-ի որ կա, X-արտով որ գրված է ուղեղի մեջ։ Ինքը մեժված է, իրան խապեն, իրան հանկարծ չխապեն, խոսեք, մարդկա ասում է, բավոր խապեն, որտև առաջին դու ես խապող, չէ, խապեպա դու ես առաջին, որ, որնակ ես հետ չեմ մտածում, որ դիմացինս կարանից դաջի մեջ խապի, չեմ մտածում ժողով, ես իսկ ստիպեմ, որ հաշվ է, որ չխապնվեմ, ինչի որտև ես չեմ խապում, վստահում եմ մարդն, չէ, նույն բանն է, նույն հոգեբանական պրոցեսն է։ Всё, или я вам рекламная пауза. Геннадий Даш. Ты могу сейчас отсюда. Ասում ենք հաջող։ Հաջող։ Վեճ։ Այս էլի հետ է, Տեսեք, սա արդեն վերաբերում է այն մասին, երբ մենք մեր հաճախորդի հետ կազմեցինք ճանապարհային քարտեզը, իր երազանքները հիշեցինք, ճանապարհները գծեցինք միասին, կոլաժը կազմեցինք, այսինքն ոչ թե կուրատն է
կազմի կոլաժը, այս սովորեցնում է, որ նա իր կոլաժը կազմի, կարող է հետո ուղարկել, միասին քննարկել, ինչքանով է ճիշտ ստացվել եւ այլն։ Եվ հետո իհարկե գովում ենք մեր հաճախորդին իր կատարած աշխատանքի համար եւ արդեն հետագայում օգնում ենք, որ այդ քայլերը նա իրականացնի։ Օրինակ, հաճախորդը մեր ընկերությունում ինչ պետք է անի իր նպատակի համար։ Մեր ընկերությունում։ Գործողություն։ Ինչ գործողություն։ Հատիտ ավելացնի, խելաց կուտակում կատարի։ Այսինքն մենք սովորեցնում ենք իրեն, ինչ պետք է սովորեցնենք, որ նա այդ ամենը անի։ Սովորեցնում ենք նա USDT գներ, չէ՞։ Սովորեցնում ենք էջում բաժինները բացատրելով ինչպես են կատարում խելացի կուտակում, ինչպես են կատարում խելացի կուտակում ծառի գնման միջոցով, ինչպես են փաթեթ ավելացնում եւ շատ կարևոր բան, որ մենք մեր հաճախորդին, ով հենց հաճախորդ է եկել որպես սկզբում շատերը գայսեն որպես հաճախորդ, հետո որոշում են դառնալ գործընկեր, ակտիվ, բայց հաճախորդի մասն ենք հիմա մենք խոսում։ Սովորեցնում ենք, որ մենք ունենք շատ լավ, այսպես կարևոր օր ընկերության մեջ, ամսվա մեջ 2 անգամ, որ նա կարող է 2 օրերին որոշակի գործողություններ կատարելով ավելի արագ հասնի իր երազանքի ու նպատակի իրականացման։ Այսինքն այդ ամենը սովորեցնելը արդեն մեր պարտականություն է որպես լիդերների, եթե մենք մարդուն բերել ենք ընկերություն։ Եվ պարտավոր ենք իհարկե։ Երբ մենք մարդուն բերում ենք ընկերություն, մենք պարտավոր ենք, պատասխանատու ենք իր ստացած եկամուտի համար։ Եվ այդ ամենի համար հենց կատարում ենք այն բոլոր գործողությունները, որի մասին այսօր խոսեցինք, քննարկեցինք։ Ինչ անց նաև կլսեք մնացած արդեն ավելի հետաքրքիր մասը, իսկ այսքանով հաճախորդի հետ կապված ճանապարհային քարտեզի կազմումը ավարտում ենք։ Եթե հարցեր ունեք, կարող եք տալ, եթե ոչ, անցնենք հաջորդ թեմային։ Ունեք հարցեր։ Խանդարում ենք պատմածում բարականների։ Դա երեք խոսք է իրականություն։ Ինչ է նկատում եք։ Երեք խոսք հասկացություն կա։ Չէ խորհրդակցել, մինչև որ ինֆորմացիան լիարժեք չհասկանան։ Իսկ դեպի մեջ է, հա, էլի առաջին կա։ Այդ երկնացի։ Ճիշտ է։ Երբ որ ինֆորմացիա տվեցիք մարդուն, մինչև որոշում կայացնեք, իրան պրիմիվ կանես։ Դու գնացիր քո հարազատների, բարեկամների խոսեցիք, իրենք քեզ ասել կերպը թծրել ես։ Դե ասես, դի պրիմիվ կենես։ Դի այս էտապը կապ չունի։ Դուք ինքներդ ասեք, որ դուք վարկեցեք, ասեք մարդու որ քեզ Այսինքն պետք է հարցեր տան այն մարդկանց, ովքեր մասնագետ են տվյալ ոլորտում։ Հիմա տեսեք, ես այդ էտապը վերջը չէ, որը փաստում եմ։ Ուրեմն տեսեք, գովում ենք մարդու կատարած աշխատանքի համար։ Շատ լավ բան, ով է սիրում, որ իրան գովում են։ Մարդկա չի սիրում։ Էդ էլ է պրոբլեմ։ Էդ էլ է պրոբլեմ, շատ վատ պրոբլեմ է։ Էդի ուրեմն դուք ձեզ չեք արժևորում, իսկ եթե դուք ձեզ շարժևորեցիք, փողերն էլ ձեզ չեն արժևորի։ Ինչի մարդիկ շատ փող են աշխատում, մյուսները քիչ, որովհետև այն մարդիկ իրանք շատ են փողում, իրանք շատ են արժանի համարում իրանք։ Որովհետև կարող է դու էդի կենտրոնացած չես դրա մեջ, ուրիշ բանի մեջ ես քեզ արժևորում, բան չունեմ ասել։ Բայց եթե կոնկրետ ֆինանսի մասին է, դու դրա մեջ պետք է արժեք տաս քեզ, ու մարդկա մեծ ամբիցիան, օրինակ ով է ձեզանից երազել Ամերիկայի պրեզիդենտը դառնալ։ Պատկերացրեք, ծնվում ես նրա երիտվատեր, ծնվում ես նրա երազում ես, որ դառնաս այդ պրեզիդենտը։ Հացի պետք է 100 տարի, ես քիչ չեմ երազել, բայց ամբիցիա է։ Նույնը դուք չեք կարող երազել, որ դուք ունենաք խոսքի 500,000 հոգանոց թիմ։ Կարաք երազել։ 500,000 վաղ չի առաջանալ, էջ 500, մենակ փողը չէ։ Վախենալ է, պետք է մարդը այդ ձևի, ինչ ձևի կազմակերպել ներկա է 500,000 երազանք։ Ֆուտբոլի տաշտը վերջը։ Պատկերացնում եք, որ հելնեք ֆուտբոլի տաշտը, ձեր նստած են ընդհանուր աուդիտորիան են ձեր գործընկերներն են, քանի ինչքան մարդ է տեղավորվել Հայաստանի խոսքի ֆուտբոլի տաշտը։ 20,000 40,000։ Մի ընտանիք 20,000, քիչը վերցնենք, չասեն 6 խոսանքի ու 6-ին։
20,000-ը վերցրեցինք ապել։ Հիմա 20,000 մարդից պատը դու ես կանոնեսներ փոքր մարդ ես։ Չեն դες որ նայում են։ Ու դու դեր մարդկանց հետ շփվես։ Այդ էներգիան գալիս է Չէ, այս ձևով է սարքվում։ Դու գալիս ես փիլիսոփա ես։ Ասում ես չէ։ Ես կգնամ իմ տունը խորոված ուզեմ։ Ձեր բանկետը չի է դաշտերում, չէ։ Օրինակ։ Եղավ որ մենք չկարողացանք օգնել քեզ որ դու բուժես։ Այսինքն դու ինչ դեր ես գնաս, այնտեղ ուտես քո խորովածը, այդ մի 6 ամիսը գաս նորից Վторая попытка։ Ինչ անելու։ Էլի քո էգոիզմը չի թողնում։ Էգոիզմը չի թողնում, ժողովուրդ։ Էգոն չի թողնում։ Կամ իրանք ով են որ ես իրաց հետ գնամ հաց ուտեմ։ Հե՞։ Ով են սրանք։ Հələ բերեք ստեղից կա։ Ով է սրանք որ ես կամ իրաց հետ հաց ուտեմ։ Ահա։ Հիմա հարց։ Էդ ինչ է։ Խելքից է։ Չէ, ժողովուրդ ջան։ Դա կենտանին է։ Խելքը չէ։ Այդ մյուս հարցը, ասում եք տոմս առեք, չէ՞։ Ինչ է մտածում։ Ինչի համար։ 35 դոլարը ինչքան մեծ փող է, 10 քանի հազար։ Մի անգամ խառնում չեմ կարողանա գնամ։ Մի անգամ, չէ՞, հիմա առաջ 10,000 դրամով մի շաբաթ առնում եք։ Հիմա մի անգամ խառնում չես գնում։ Կամ որ ասում ես այդ տոմսը առ, ասում եմ հենց այդ 10,000 դրամով ես ամեն ինչ պետք է առնեի։ Ալուր պետք է առնեի, մակարոն պետք է առնեի, հրիս պետք է առնեի, չգիտեմ, նասկի պետք է առնեի, ծագել են նասկիներս, տուն պետք է առնեի, ավտո պետք է առնեի, այդ 10,000 դրամն է հարցը։ Հա, կամ մյուսը, ասում եմ մի անգամ եկել եմ։ Եվ դու մի անգամ եկել ես, էսի լսեցիր, որորդ անգամ լսիր ես թեման, որորդ անգամ լսիր։ Ամ չէ, չեմ ասում փոփոխություն չկա, իշքան լսեցիր, եկամ այդվա։ Ու ամեն ինչ որ ես ու շողեր ես ու կիսվանք, մենք էդի չենք կարանեինք անցյալ լսելուց։ Դու անցյալ լսելուց էդի պիտի լսեիր, գալ այդ հասունությունը, նոր մենք ստեղ խորացնենք։ Բայց այն մարդիկ, որ հիմա եկան լսեցին, իրաց բաստը բերեցին, որ իրենք մի անգամից արդեն այդ մակարդակ ունեցա։ Բայց հիմա հարց, ով կգնահատի, առաջի անգամ լսողը, թե երկրորդ անգամ։ Ոչ, երկրորդ անգամ լսողը շատ քիչ կգնահատի, որ ինքը իր ուղեղը անջատել է ու ասում է էլի նույն թեման պետք է ծամեն։ Այո, բայց ոչ բոլորին մոտ։ Ով որ բաց է, ինքը կլսի ու գիտեք եւ կհասկանայինք այս թեման։ Ով կասես։ Երբ որ գործողություն կատարի, հա, երբ որ Ստեղ կանգնած պատմեց։ Այսինքն երբ որ ինքը իր մաշկի վրա զգա այդ ու պատմեց։ Նոր ինքը կհասկանա։ Միջև չես հասկանա։ Ինչ ձևի ուզում է պատմենք այս թեմային։ Չեմ ասում ընդհանրապես չես հասկանա, ճիշտ հասկացեք։ Դու իրան ամբողջությամբ մի քիչ դառնա քո էությունը, միտքը։ Երբ էսի իրականանա, երբ որ դու անցկացնես շատ այդպիսի հանդիպումներ, որ դες պատահի չես դերից։ Քո թիմակիցների հետ։ Եվ մարդուն ինչ եք ասում, մի րոպե, մարդուն ասում եք, եթե սրճարան չեք գնում, ասում եք, այսօր մենք իր այդ սուրճ պիտի խմենք։ Սիրում միացնում ես Zoom-ը կամ Telegram-ը, լսում ես քո սուրճը, ինքը լսում է իր սուրճը։ Ու սկսում եք իր հետ խոսել։ Նվադակներից, երազանքներից, կյանքից, բայց անվից սցենարով չդառնա պապասակ։ Ու չմտնի քաղաքականություն։ Շատ կարևոր ֆակտոր է ժողովուրդ։ Հասկացանք իրար։ Всё, ձեր ասենտավեք ու անսիկ ուստի թեման։ Ինչ։ Արդյոք տվեք։ Ասեք։ Հասկանան համար անեկդոտ կար մի հատ, ասում է դասախոսի գալիս է լսարան, պատմում է Էյնշտեյնի հարաբերականության տեսության։ Ոբշեն, ասում է հասկացա, ասում է չէ, որից է պատմում։ Երրորդ անգամ, չորրորդ անգամ, հինգերորդ անգամ պետք չի։ Այդ է նշել, ասում արդեն ես հասկացա դու չա։ Դրա համար մենք այստեղ ավելի շատ ենք սովորել, ճիշտ է։ Շատ ուժեղ, էսի էսպիսի պատմեմ։ Էսի կայացին։ Որտեղ մենք հիմա ավելի շատ բան հասկացանք, որտեղ մենք բարեցինք, դրա համար ձգտվեք դուք ինքներդ միշտ բարեք, որ հասկանաք։
Որտեղ միջև չվարեք չեք սովորել, դե դա։ Всё, վերջ, տոկան։ Այսօր իմ կյանքում կարևոր է։ Այսօր ես ակտիվությունից ստացել եմ իմ երկրորդ ավտոմեքենան, 2 տարում 2 մեքենա, Հայաստանի 7-րդ մեքենա։ Այն որտեղ շփվում է ավելի լուրջ արդյունքների համար։ Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր ժամանակին հիշեցին այդ հնարավորությունը լինել այս ընկերությունում։ Շնորհակալ եմ գիտության ղեկավարության դրված բոլոր հնարավորությունների համար։ Ցանկանում սկսվում է ճիշտ որոշումից։ Ունեցիր որոշում լինել այս ընկերության մեջ, ունեցիր նպատակներ այս ընկերությունը կգա հնարավորություն հասնել բոլոր նպատակներին վերահսկել։ Շնորհակալ եմ շատ, ողջունում եմ բոլորին, ուրախ եմ կրկին ձեզ այստեղ տեսնելու համար։ Քիչ առաջ Մերիբարի Զաքարյանը, Շողիկ Մոնեյանը բացատրեցին, պատմեցին, ինչպես պասիվ տարբերակով ամեն դեպքում մեր բոլոր գործընկերներին, ովքեր որ եկել են բիզնես, օգնենք, որ հասնեն իրենց նպատակներին։ Այսինքն պարբերաբար մարդը իր ֆինանսական պլանը ստեղծում է, աչքի առաջ ունենալով իր երազանքը, անում է գործողություններ, որպեսզի դրան հասնի։ Բայց քանի որ մեր գերության մեջ կա նաև ակտիվ գործունեության հնարավորություն, մենք նաև կխոսենք ինչպես ակտիվ գործունեության արդյունքում ակտիվ գործողություն կատարելու շնորհիվ ավելի մեծ արդյունքներ ունենալ, ավելի լուրջ արդյունքներ ունենալ, որոնք որ շատ շատերի համար են, որ աչքի առաջ է, նկատելի է, որ մեր անցած ճանապարհը ամբողջությամբ դուք այդ process-ի մեջ եկել եք, տեսել եք ու կարծում եմ դա շատերի համար ոգևորող է։ Ինչ է ինձ ներկայացնում ակտիվ գործողությունը։ Ինչ եք հասկանում դրանով։ Մենք պետք է ասենք ինչի համար ենք անցկացնում այս հանդիպումը։ Դերից եկան։ Ում ենք անցկացնում այս հանդիպումը, ինչի համար, ինչի ծելներով ժողով։ Ինչի համար որպես ակտիվ գործունեության պլանավորում ենք անում։ Ինչի համար ենք անում, ում ենք անում, պետք է չի այդ հարցը պատասխանենք, երբ Այս թեմայի կարողանան մանրամասն լեյս ընթացքում։ Ինչի համար, այդտեղից սկսենք, որ դեպքում, սենց ասեմ, համար չէ, որ դեպքում ենք սա անում, այդտեղից սկսենք, այստեղ հարցից ճիշտ ձևակերպել է, որ դեպքում ենք, ում հետ ենք սա անցկացնում, որ դեպքում։ Նախ որ կարողանան բան ցույց ինչ-որ բան ցույց տալու համար, հա։ Չէ, նախ մարդուն չեք հարցնում, լավ դու եք խոսեցնել, ինչի համար, չէ։ Նախ մարդը, որտեղ մենք խոսեցինք որպես կլիենտ իր հետ, խոսեցինք որպես կլիենտ, հիմա եւ բացահայտեցինք, որ այդ մարդը ունի մեծ նպատակներ, չէ, եւ բացահայտեցինք, որ իր հետ խոսեցինք, ասեցինք այնտեղ կես բերան, որ ուզում ես ավելի շուտ հասնես այդ նպատակների եւ այլն, մենք ավելի համով բան ունենք, ակտիվ գործունեություններ։ Մեկ-մեկ եմ որ նաև կար տարբերակ է պասիվից անցում կատարելու ակտիվ։ Բացատրում ես մարդուն, ասում ես, որ այս տարբերակով այս գործողություններն անելով դու կարող ես, օրինակ, տարբերաբար կուտակում անելով, ավելացնելով կարող ես 3-ից 5 տարվա ընթացքում քո նպատակին հասնել։ Մեկ-մեկ մեր գործընկերները կարող են ասեն, բայց ես չունեմ այդ գումարը, չէ՞, դա էլ է լինում։ Այստեղից էլ կարելի անցում կատարել, իսկ ուզում ես հասնես այդ նպատակին։ Կա հնարավորություն, հա, պատրաստես, սովորել, աշխատել, անեք ակտիվ գործողություն, ու իհարկե արդեն հասնենք մեր նպատակին։ Այսինքն մարդը չունի այս բանի գումար, ենթադրենք, չէ՞, որ ավելի շուտ ավելի արագ հասնել, հա, ասենք ավելի արագ ուզում, եթե ասենք պասիվ տարբերակով, կուտակելու տարբերակով, ինքը նպատակին հասնելու է, ենթադրենք 3 տարում, 5 տարում մենք կարող ենք ասել, գիտես մեզ մոտ ունենք մարդ, ով ընդամենը մի ամսում ինչ-որ կարողանան աստիճան է բացել ու դա արդեն արել է։ Բայց դա մարդը բնականաբար կասի ոնց, ինչպես, հա, ու եթե նպատակը ցանկություն իր մոտ շատ այսպես առաջնային է, բնականաբար արդեն մարդը կանցնի գործողության։
Այսինքն հենց այդ առաջին այդ հանդիպման ժամանակ, երբ որ մեր կլիենտը դարձավ արդեն գործընկեր, մենք մեզ համար բացահայտում ենք մարդը պասիվ է, ուզում շարունակել, թե ակտիվ է ուզում շարունակել, հա ակտիվ։ Հետաքրքիր է, բայց երբեմն մարդկանց մոտ հասունանում է պահը, որ հետևում են ընթացքին ու որոշ ժամանակ հետո իրենք են ասում, այ հիմա ես ուզում եմ ակտիվ լինել։ Այ ես փոշմանեցի, որ մի քանի ամիս, մի քանի տարի պասիվ էի, հիմա ուզում եմ ակտիվ լինել։ Որ հասունացման պահն է այստեղ մարդը։ Այս դեպքում ևս հարգելի գործընկերներ կազմվում է ընթացիկ ճանապարհային քարտեզը, բացատրվում է սկզբունքները, լավ ինչ գործողություն անենք, որ ասենք կես տարվա ընթացքում, մի տարվա ընթացքում, 5 տարվա ընթացքում ինչ որ նպատակների հասնենք։ Ինչպես պասիվ եկամուտի դեպքում, պասիվ գործունեության դեպքում, նաև ակտիվի ժամանակ պետք է քննել արդեն հստակ նպատակներ։ Իրականում մեր կայսները, որ 6 ամիսը մեկ են անում, ամփոփում են, չէ՞ լավ, այս մարդիկ ինչ արեցին, ինչ արեցին, դա պատահական ընդրված ժամկետ չէ։ Ես մոտ ոչ մի բան պատահական չկա։ Այսինքն մենք ինչ ենք անում, ամփոփում ենք նախորդ 6 ամիսների ընթացքում մեր սեփական արդյունքները։ Ինչպիսին է ես 6 ամիս առաջ եւ ինչպիսին է ուզում լինել, որտեղ եմ ուզում լինել 6 ամիս հետո։ Ոչ մի բան պատահական չէ այստեղ։ Այդ դրա համար է, որ այս միջոցառումները տրվում են, որպեսզի մենք որ բերում ենք մեր այդ դիակցական մակարդակ, որ հասկանում եմ ես։ 6 ամիս առաջ ես էլի դահլիճում նստած լսում էի, ինչ է փոխվել իմ մոտ հիմա։ 6 ամիս հետո ես էլի դահլիճում նստած եմ։ Լավ, հիմա նորից ոչ մի բան չանեմ, հա, ոչինչ չանեմ, նորից շարունակեմ հաջորդ 6 ամիս հետո մենք այսը հայտարարեցինք նորից հոկտեմբերի 16, 17, 18 կամ մարդիկ կան, ասենք 3 տարի առաջ բացել են առաջին կարիերային աստիճանը։ 3 տարի առաջ, երևի քանի կայս է անցել, նույն ստատուսում են, նույն ասիստենտն են, նույն կոնսուլտանտն են կամ այսպես, հա, ու ոչ մի շարժ չկա։ Այստեղից ես հասկանում եմ, այնքը բեմում էր, ուրեմն մի բան ես պես չեմ արել։ Մանավանդ եթե ես իմ աչքի առաջ ունեմ նպատակ, հա ուզում եմ այդ նպատակին հասնել, ուրեմն ես այդ գործողությունը չեմ արել։ Մի խոսքով հիմա տեսեք, հիմնական ակտիվ գործունեությունը արդեն երբ որ մենք կլիենտների, մեր գործընկերների մոտ արդեն բացահայտվում է, որ մարդը ուզում է ակտիվ գործողությունը կատարել, ինքը պատրաստ է դրան, ասեմ որ մինչև եթե չբացահայտվի այդ մարդու ներքին ցանկությունը, ինչ ուզում է կարել, մարդը գործողություն չի անում։ Ես շատ հաճախ ասում եմ, չէ՞ կա քանի դժտապատճառ գործողություն անելու։ 2 դժտապատճառ։ Ներքին եւ արտաքին։ Արտաքին դժտապատճառ կարող է լինել ես, Սերժ Կուրատորը, Բարի Զաքարյան ընկերության պրեզիդենտը, մեկ ուրիշը դրսից։ Ու կա ներքին դժտապատճառ։ Արտաքին դժտապատճառի ազդեցության տակ մենք գործողություն կանենք այսօր, վաղը, ինչքան որ դա ազդեց մեր վրա, հա, ինչքան որ ինքը ազդեցություն ունեցավ։ Բայց եթե կա ներքին դժտապատճառը, դրսում անձրև լինի, չլինի, հավես ունենամ, չունենամ, փոքնած լինեմ, չլինեմ, ես դա կանեմ, հա, որովհետև կա ներսից մի հատ միտք, որը ինձ է որ քնած տեղից կհանի, հասկանում եք։ Դրա համար շատ կարևոր թեմա էր քիչ առաջ, որ դուք հասկանաք ինչու եք դուք այստեղ, այստեղից կգնա առաջ։ Հետո մենք մեր գործողությունների մեջ, ակտիվ գործունեության մեջ լիքը դժվարությունների ենք հանդիպելու, լիքը են որ բիզնեսը որոշ մարդկանց ու մենք հրավիրեցինք պետք չի լինելու, կամ ասենք թիմ արդեն ձևավորված է, թիմի մարդկանց մոտ են աշխուժությունը չկա, այսինքն այդ պրոցեսը դժվար է իրականում։ Դու եթե ձեր մեջ այդ ներքին ցանկությունը դժտապատճառը չլինի, բնականաբար դուք նորից հիասթափվելու կանգնելու եք։ Դրա համար թիվ 1 տեղում դրեք իմ երազանքը, նպատակը, որից հետո արդեն պլանավորումը ու հետո նաև գործողությունները։ Իրականում նպատակն է 3 տեսակ է լինում, այսպես ասել, կարճաժամկետ, որ մենք բարբերաբար կարող ենք անգամ շաբաթը ամփոփենք, անգամ օրը կարելի է ամփոփել, ես ինչ գործողություն արեցի։ Կարճաժամկետ, մինչև 1 ամսվա գդրվածքով, մինչև 6 ամսվա գդրվածքով, սա արդեն միջին տևողության ինչ-որ ժամանակահատված է, երբ որ ես ինքս որոշում եմ, այլ ժամանակահատվածում ես անելու եմ այս գործողությունը։
Եվ երկարաժամկետ, ասենք 3 տարի հետո, 5 տարի հետո ես որտեղ կլինեմ, ինչ ստատուսում կլինեմ, ասենք օրինակ մեր կամպանիայի հետ կապված, քանի մեքենա կվերցնեմ, քանի ճամփորդություն արդեն կունենամ գերության հետ, ինչ տուն կունենամ, մի խոսքով, այսինքն այդ պատկերներն արդեն մեր աչքի առաջ են, որտեղ ինչպես քիչ առաջ մենք խոսում ենք, մինչև դա մեր գլխի մեջ, մեր այդ պատկերները մեր ուղեղի մեջ չլինի, հա, մինչև ես դա չտեսնեմ, այստեղ չլինի, ես դա գործողության չեմ վերածի։ Դրա համար կարևոր է նախ ես դա տեսնեմ, դա կոչվում է տեսլական, այն որ ես տեսնում եմ նախապես այդ process-ը։ Լավ, հիմա ասենք մենք հասկացանք նպատակը, պարզ է նպատակը, երազանքը, ամեն ինչ պարզ է, ինչ քայլեր են պետք, ինչը անեմ, որ ես դրան հասնեմ։ Հիմա ես մի քանի կետ կնշեմ, ցեզ մոտ անպայման նշեք, իհարկե մարդիկ ովքեր որ իսկապես ուզում են առաջ գնալ ու զարգանալ։ Ինչ անեմ ես, որոնք են իմ գործողությունները։ Հետաքրքիր է, բայց մեր միշտ եմ ասում սրա մասին, կամպանիան ունի սխեմա, որը հեշտացնում է մեր բոլորի գործը։ Ունենք մենք սխեման, ո՞ր է սխեման։ Ինչից է սկսվում, նոր է եկել է բիզնես, ինչից ենք սկսում մենք։ Առաջին միջոցառումը, որտեղ որ մարդը պետք է գա, ինչից ենք սկսում ենք։ SKS-ից ենք սկսում։ Ինչ է SKS-ը, բացեք հավակումը։ Ապրեք, ստարտը կոնֆերենցը ստաբիլիզի։ Այսինքն ստարտը, թետեր, սահուն, ստարտը։ Ում համար է դա, նորեկի համար է։ Մեկ մեր գործընկերներն ինչ են ասում, հայ ես 1000 անգամ լսել եմ։ Է բնականաբար, այդ նորեկի համար է։ Այդ քո համար չի է։ Հա, ու չես Քանի չես վարել, որ լսես մի 1000 անգամ։ Ահա։ Բայց այն անգամ նոր բա, ինչքան են։ Դե հա, դա մասը ոչ չի։ Մինչև այո բարես հապշավելի Ավելի նոր։ Ես մեր սպիկերների օրինակով կարող եմ ասել, որ 1000 անգամ լսել են իրան, եսին վրա բայրևորը, ուրիշի վրա չէ։ Այ նշում եմ, ոչ թեման որ զգում էի բիզնեսի մեջերից պետք էր, մերսի շատ խոսելու արդյունք եմ։ Ես վերցնում էի ու հենց այդ թեման վարում էի, ինչ իմ մոտ այդ բային թույլ էր, ինձ այդ բային պետք էր։ Հենց դա վարում էի, այդ բային ես հասկանում էի ինչ անել։ Մեկ ուրեմն տեսեք, շատ կարևոր է, նորեկն է գա, բացատրեք կարևորությունը, վերցնի տոմս ու գա մասնակցի։ Այդ մարդը մեր մեջ պետք է լինի, շատ կարևոր է սա։ Ու հետո հիմա հեշտով գնանք։ Եկավ մարդը SKS, բերեցինք մարդուն SKS-ի, թողնում ենք իրան, թե չէ։ Մեկ չէ, շատ հաջող, դուք տեսնում եք խմբերում, ես գրում եմ, հարգելի գործընկերներ, օգնեք գործընկերներին կարողանան մտնել SKS-ի։ Մարդը տոսը ձեռք է բերել, բայց մտնելու ձևը չգիտի։ Ինքը չգիտի ոնց մտնի, որ ժամի մտնի, ինչ կլինի հետո։ Հետո SKS-ը երկար է տևում։ Ինքը տեսեք ուրեմն, հարգավոր է հենց սկզբից, բռնում եք մարդու ձեռքը, թեք ուզեք պատկերացրեք եմ, որ պատկերավոր եմ ասում, մտնում եք իր այդ սովորեցնում եք ինչպես մտնի, նստի եք, ամբողջ պրոցեսը, հետո մենք ունենք ընդմիջումների ժամանակ, զանգում եք, խոսում եք մարդու հետ, թեմաներն եք քննարկում, ինչ հասկացար, դժվար է, որտեղ նորեկին դժվար է կենտրոնացած մնալ այդ ինֆորմացիայի մեջ, ու դուք իրար կողքը պիտի լինեք, որ բացատրեք։ Այս մեկը այսպես խոսեց, հա, այս ինֆորմացիան հասկացար, չհասկացար։ Մեկ-մեկ ես մեր լիդերներին հարցնում եմ, ուր են ձեր նորեկները։ Խավար չեմ, մտել եմ մեջ է։ Ու հետո ինձ ասում են, գիտես, իրանք էլ չեն ուզում SKS-ի տոմս վերցնել, ու ճիշտ են անում, հա, որտեղ դու իրան ձեռքը չփռեցիր այդ բանին, դու իրան չբացատրեցիր։ Ես հիշում եմ, երբ որ ես առաջին անգամ SKS-ին մասնակցեցի, հələ 5 տարի առաջ համարյա։ Այդ ամբողջ ընդմիջումների մի բառը զանգում էր։ Որ քննարկում էինք, հա, որ չէի հասցնում։ Պատկերացրեք այդ ժամանակ լեգոր էր տևում, այդ SKS-ները, ես չէի հասցնում հեռախոսը ձեռքիցս դնեմ, արդեն զանգում էր, հա, քննարկում ենք։ Ու դա ինչ էր անում, ինչ պրոցեսի մեջ էր պահում։ Ու նաև պատասխանատվություն, հայ լիբարետը հիմա կզանգի, ես ճիշտ է օգնել եմ, այդ ինֆորմացիան լսել էլի վիճակի չեմ օգնել եմ, բայց ինքը զանգելու ու ես պիտի ասեմ, որ ես լսեցի, ինչ հասկացա, ինքը ասում է, ինչ հասկացար, ինչն էր անհասկանալի, այսինքն եթե այդ պրոցեսը չլինի,
արդյունավետությունը կլինի շատ ցածր։ Դուք կարժեզրկեք եւ այս կայսը եւ կարժեզրկեք իհարկե նաեւ այդ ամբողջ process-ը ու իհարկե մեր գործը։ Ինչ է մեր նորեկը սովորելու այս կայսից։ Այն ամենակարևոր առաջնահերթ կետերը, որը իրենք պետք է լինելու, որ իր գործողությունները կատարի։ Որ գիտեք ոնց որ մարդուն դուք մարդի դաշտ եք ուղարկում, ոչ մի զենք չեք տալիս, իրեն ասում եք գնա հիմա ինչ եղավ։ Նույնիսկ մտնում եք բիզնեսի դաշտ, ու դուք իրան պետք է զենքերը տաք։ Դա սովորեցնում են, հա։ Օրինակ, ինչպես տարբերակել ֆինանսական բանկերից, որտեղ երբ որ մենք սկսենք պատմել ստաբիլիզի մի մասը, ու ժողովրդի 95%-ը չի տարբերակում ֆինանսական բուրգը, չի տարբերակում սովորական ընկերությունից։ Իրականում չեն տարբերակում, մարդիկ մեղավոր չեն, չգիտեն, չկա այդ ֆինանսական կրթությունը։ Հիմա փոխանակ մերոք հասկանան, որ մենք գործում ենք ընկերության հետ, մենք իրանք ենք գնում այդ ուղղությամբ որ հասկան ու գնաց։ Հետո կամ սովորում ենք մեր տոկենոմիկան, հասկանում ենք մեր պրոդուկտների կարևորությունը, հասկանում ենք ինչպես դառնալ օրինակ միլիոնատեր, ինչ քայլեր անել, ինչ գործողություն անել, հա։ Լավ, ինչն է գաղտնիքը, որ մարդիկ ամեն օր, օրվա մեջ չգիտեմ 24 ժամ աշխատում են, բայց միլիոնատեր չեն, բայց կնամես դրան զուգահեռ, որ մարդիկ եկանը չեն աշխատում, բայց սաղը գումար են աշխատում, կյանքը վայրում են, դա որն է գաղտնիքը, սա ենք հասկանում, դա որևէ տերը, որևէ մեկի հաստատ չեն սովորեցնելու, լավ, հետո հասկանում ենք հեռանկարները, ինչու ստաբիլիզի, չէ որ շուկայում այնքան առաջարկներ կան, ինչու հենց այս ընկերությունը, լավ, ինչու այստեղ գործողություն կատարեն, օրինակ ես ինձ հիշում եմ, հենց այս հեռանկարները, երբ որ ժամանակին ես լսեցի, ես հասկացա ինչու ստաբիլիզի, մինչև ես այն նայել եմ, որ շուկայում այդ ընկերության հետել էի համագործակցում, ինձ այնքան դժվար էր կողպել այն ընկերությունից, որ տարիներ շարունակ դրա մեջ է եղել, բայց այն պահին, երբ որ ես հասկացա ինչու ստաբիլիզի, ես հասկացա, որ ես ավելի քիչ գործողություն անելով, ինչը որ այնտեղ անում էի, ես ավելի մեծ արդյունք կարող եմ ունենալ այստեղ։ Որ այդ ժամանակ այսպես են բացառ, որ պատկերացրեք մի գունդ, դա որ բիզնեսն է, ու դու դա կարող ես հրել 10 հոգով, որովհետև պրոդուկտը թեթև է համարվում, ու ասենք մի գունդ, որ շատ ծանր է, դրա համար հարկավոր է շատ մարդիկ ու դա պետք է հրես 100 հոգով, որ նույն արդյունք ունենաս, որն ես ընտրում, թեթև պրոդուկտը, թե ծանր պրոդուկտը, այդ ժամանակ ծանր է, ով է ծանրն ընտրում։ Այդ 100 հոգով ընտրելով, այն դու թեթևն է դապնում։ Սխալ հասկացան, պատկերացնում ենք երկու գունդ, մեկը ծանր է, մյուսը թեթև է, երկուսն էլ հրեկուց նույն արդյունքն ենք ստանալու առնաչեն։ Այսինքն, եթե պրոդուկտը թեթև է, հա, բիզնեսը, հա, այսպես ասեմ, դու ավելի քիչ քանակությամբ ռեսուրսով կարող ես նույն եւ առավելագույն արդյունք ունենաս։ Այդ ժամանակ ես հասկացացի, լավ, ես ինչու ինձ չարժարում իսկան, եթե կա այս հնարավորությունը, հասկանում եք։ Այսինքն, այս կայսը եւս մեկ անգամ որոշում կայացնելու, որոշումը վերահաստատելու պահն է։ Հաջորդը նայեք, մարդիկ երբեմն սեփական ուժերի հանդեպ վստահություն չունեն։ Այ ամեն ինչ ադավ է, բայց երևի մոտ չստացվի։ Ինչու ենք մենք այս կայսին մեր հաջողված գործընկերներին շնորհավորում, ամփոփում ենք արդյունքները, մարդիկ խոսում են, դա պատահական չէ, նախ որտեղ իրենք ոգևորվում են, խոսելով իրենք որ արժևորում են իրենց արդյունքները, ավելի մեծ արդյունք են անում, հետո իրենք այդ մյուսների համար են օրինակ, որ այ ենթադրենք Արմենի մոտ ստացվեց, իմ մոտ էլ կստացվի, Նարնի մոտ ստացվեց, իմ մոտ էլ կստացվի, Մարգարիտայի մոտ ստացվեց, իմ մոտ էլ կստացվի, այնքը իմ նման էր, իմ մոտ էլ կստացվի, հասկանում եք, մարդը իրեն նույնացնում է մարդկանց հետ, հա, ու են որ գնում է զարգացումը, դուք չգիտեք հլը, ձեր գործընկերոջ մեջ ինչ թաքնված են, որ կողմեր կան, գուցե օրինակ ես իմ գործընկերոջ համար մոտիվացիայի աղբյուր չլինեմ, բայց ասենք այն իմ մյուս գործընկերը իր համար բանալի լինի, որ ինքը կա բիզնես, հասկանում եք, դրա համար շատ կարևոր է, որ կան բոլորին լսեն, մեր բոլոր գործընկերների արդյունքները, լինեն հայեր, լինեն ուկրաինացիներ, բոլորին լսելով իրենք հասկանում են, այ իրավունք ստացվեց, ես էլ կարող եմ, հասկանում եք, շատ կարևոր է, կարևոր է իրանք մեր գործընկերների հետ լինեն պրոցեսի մեջ, կարևոր է, որ մենք օգնենք այդ պրոցեսը տանեն առաջ։
Հետո շատ կարևոր է սկայցից հետո հայտարարված ակցիան անել։ Սկայցից հետո հայտարարվում է ակցիա, չէ՞։ Դրամապանակի ակցիա առաջին գծում անում ենք $500 շրջանառություն, ստանում ենք դրամապանակ։ Կարծում եք դա պատահական է արված։ Ոչ։ Էլի ասեմ, մեր ընկերության մեջ ոչ մի պատահական բան չկա։ Ով ունի դրամապանակ այստեղ ձեռքում աշտել։ Ձերքից մեկ չկա, բայց ումն եմ արած։ Ուշադրի նայեք այս մարդկանց, այս բոլոր գործընկերները կամ իրենք ստատուսներ ունեցող մարդիկ են, կամ ինչ-որ լուրջ արժեք ունեցող մարդիկ են, դա պատահական չէ։ Արդեն իսկ բացահայտում է այստեղ մարդու պոտենցիալը։ Հա, այն որ գիտես, որ մարդը գործողություն է անում։ Ինքը ոգևորվում է, շատ կարևոր է մարդուն հենց այդ պահին արդյունքի հանես։ Շատ կարևոր էմոցիոնալ է վիճակը պահես մարդու։ Ուշացանք դժվար կլինի։ Այսինքն ինքը այդ էմոցիոնալ վիճակի մեջ պետք է դարձուկը անի ու հետո ցույց է տալիս, չէ՞, որ ես սա ունեմ։ Այո, նրան հարցնեմ, դու ինչ ունես այստեղ ընկերության մեջ, ինքը ցույց կտա։ Բայց ես դրամապանակ ունեմ, հա։ Արել եմ այս գործողությունը, ստացել եմ շատ ժամանակ, մեզանից մեծ շրջապատող մարդիկ արդյունք են ուզում, չէ՞։ Ես դա արեցի ու շատ կարևոր է ներքին էմոցիոնալ վիճակը պահել։ Կամպանիան յուրաքանչյուր էսկայացից հետո եւ նոր եւ 5 գործընկերների համար ակցիա է հայտարարում։ Այսինքն եթե ես առաջին անգամ չկարողացա մասնակցել, մյուս նվերի վերցնելու մեջ կարող եմ մասնակցել, մյուս նվերները վերցնել։ Ով է պայքարում մյուս նվերների համար։ Այդ մի կողմը շատ հետև է մեր թիմի մեջ։ Դրամապանակ շատերն ունեն, գիտեմ, որ ցուցակ ամբողջ ցուցակը այսպես ձեռքից տակ է։ Այդ մնացած հետո, այն որ մի քիչ չգիտեմ, կանգնել է։ Այ որ ասեմ շրջանառություն չեն անում, գործողություն չեն անում, չգիտեմ, երևի չկա ֆիքսված վիճակ։ Ուրեմն իմացեք, յուրաքանչյուր էսկայցից հետո բոլորի համար, հա, կամպանիան հայտարարում է ակցիա։ Իհարկե այստեղ պայմաններն այլ են, ասենք անում այս մի շաբաթվա կդրվածքով $1000 շրջանառություն, եթե ճիշտ եմ հիշում, $2000 շրջանառություն, 2000, չէ՞, $2000 շրջանառություն ես անում, ստանում ես ուրիշ նվեր, անում ես $5000 շրջանառություն, նորից ընդ ժամկետներով նշվում են, ստանում ես կամպանիայի մեջ ուրիշ նվեր, իսկ եթե ես արդեն գործողություններ արեցի, ահա, ստացա դրամապանակ մյուս ակցիան արեցի, ինչ է լինում իմ մոտ, ինչ է լինում։ Լավ, արջև հայ, հետո առաջին գծում գրանցում արեցի, ինչ եղավ։ Հող աշխատեցի, հող աշխատեցի, գումար աշխատեցի, կարող եմ հանել այդ գումարը։ Չի կարից։ Վաստակեցի առաջին արդեն գումարը, ու ես դա կարող եմ հանել իրականում։ Կան մարդիկ, ովքեր էլ գումար չեն հանել։ Ահա, այդ սխալը շատ արագ ուղղել պետք, շատ արագ ուղղել պետք, քանի որ շատ կարևոր է, որ դուք կամպանիայից թեկուզ $10 գումար հանեք, ու ձեզ համար ինչ-որ մի հատ կարևոր բան քնեք, դա շատ կարևոր է։ Էլի ասեմ, կա ժամանակ, որ ես իմ բոլոր ինտերների ստիպում էի գումարը հանեն, իրանք գիտեն։ Ինչ-որ մի բան էին գնում, իրանց համար ուղարկում էին, որպես ավարտից, որ ես դա արեցի։ Հանեցի, գնեցի։ Օրինակ Շովիկ Ոսկանյան Ահա։ Եվ այդ այդի կատարում եք, գիտեք, որտեղ շատ կարևոր է, որ մարդը հանի այդ գումարը, շոշափի, մի հատ է, որ մեկ ասում, հալա փոքր գումար է, կապ չունի, թեկուզ $10 հանեք, ձեր ուղեղը հասկանա, շատ կարևոր է, որ այստեղից հնարավոր է գումար աշխատել, ու դա ձեզ կտա ներքին մոտիվացիա, որ դուք հետո ավելի շատ գումար աշխատեք, պարտադիր բոլորը, ովքեր թե գումար չեն հանել, հանեք, դրանից հետո դուք ավելի շատ գումար կաշխատեք այստեղ։ Պայմանավորվեցինք, անպայման չասեք փոքր գումարը, հանեք այդ գումարը, կամ արդյոք ձևը չգիտի հանելու։ Ահա, դիմում եք կուրատորների կողմն, բացում եք ձեր ֆինանսները կամ վայրիկները, որոնց այս հարմար է, որպեսզի կարողանաք գումարը հանել։ Ցանկացած քաշի վրա հանգիստ կարող եք այդ գումարը փոխանցել, այդ պրոցեսը կազմակերպել եք խորի մանակ։ Բայց կուրատորներ չեն, անպայման աշխատեք, անպայման, սա շատ կարևոր է։ Ուրեմն առաջին քայլով մարդը գումար աշխատեց, եկավ էսկայսի, չենք քննարկում տեղում, լավ։ Չենք քննարկում, լսում եք։
Ահա, ուրեմն առաջին գումարը վաստակեցինք, հա, հանեցինք, պարտադիր հանեցինք, հետո ինչ է տեղի ունենում։ Ասենք օրինակ ես ենթադրենք առաջին գրանցում արեցի, իմ անձնական փաթեթը $500 է, նվազագույնով եմ խոսում։ Հետո փուլը որն է, ինչ ենք ասում մաշտում։ Ապրես, պատրաստում ենք մաշտում մոդուլի։ Ինչ է մոդուլը։ Ուսուցման համակարգ, հա, այսինքն ուսուցում, շատ կարևոր ուսուցում, որտեղ որ մեր գործընկերները նախ սովորում են, ինչ է պրոդուկտը, ով է անցել առաջին մոդուլ։ Իրանք շատ հաճախ ասում են, որ գիտես, այդ մասին մեր կուրատորները պատմում են, բայց դեռ ուրիշ է։ Շատ հաճախ եմ ես դա լսում, որ մեր կուրատորները դրա մասին պատմում են, բայց դա ուրիշ է։ Ով է անցել երկրորդ մոդուլ։ Ինչ եք սովորում երկրորդ մոդուլի ժամանակ։ Ինչպես կառուցել բիզնեսը։ Քայլ առ քայլ, կամպանիան սովորեցնում է քայլերով, ոնց գնամ առաջ, չէ՞։ Առաջին մոդուլ, ով չի անցել առաջին մոդուլը, նախ ձգտում եք անցնել առաջին մոդուլ, շատ կարևոր է սա։ Հետո երկրորդ մոդուլ, ինչպես կառուցել բիզնեսը, որ դու քայլ առ քայլ սովորում ես, ինչպես կառուցել բիզնեսը, ինչպես հրավիրել, այնքան նյուանսներ, այնքան փոքրիկ դետալներ կա, որ չգիտեմ, այն փոքրիկ դետալը արագ չկա, բիզնեսը չի ստացվում, շղթան կտրվում են ուղղակի։ Ուրեմն հասկանում ենք ինչպես անցնել երկրորդ մոդուլը, ինչ պայմաններ անել, կուրատորին հաշվում ենք, ես ինչու չգիտեմ դրա մասին, ու ես ինչու չեմ անցել այդ երկրորդ մոդուլը։ Բացատրում ենք դրա կարևորությունը։ Հետո ինչ է լինում մեզ հետ։ Հետո բացում ենք կարիերային առաջին աստիճանը։ Իրականում գիտեք, հետաքրքիր է մեր այդ կարիերային աստիճանները։ Այն սկզբունքով է դրված, որ ամեն կարիերային աստիճանի արանքում, այդ որ կարիերային մեր աստիճանները կա, մի հատ ուսուցման մոդուլ է մեջտեղում։ Հա, դա պատահական չէ, ոնց որ աստիճան լինի, բարձր։ Մի հատ էլ մեջտեղում փոքրիկ աստիճան լինի, որ ավելի հեշտ բարձրանաս դու վերև։ Ոտքը գնես ավելի արագ վերև բարձրանաս։ Ու պատահական չէ, որ առաջին կարիերային աստիճանի հիմքում դրված է երկու մոդուլ, ինչը որովհետև սկիզբը դժվար է։ Ես հələ մենակ եմ, թիմը նոր է ձևավորվում, ես նոր եմ ադապտացվում, դրա համար աշխատեք առաջին երկու մոդուլները շատ արագ անցնել, գնալ։ Հետո ինչ է լինում, շատ արագ բացում ենք ասիստենտի ստատուսը, ամեն ինչ ավելի, որ ասիստենտի ստատուսը կիսում ենք երկրորդ մոդուլով, հետո ամեն ինչ ավելի հեշտ է ստացվում։ Հետո ինչ է լինում շարունակության մեջ։ Նույն պրոցեսը, բացեցինք ստատուսը, ուշադիր լսեք։ Այստեղ մենք ունենք ասիստենտներ, որ տարիներ շարունակ ասիստենտներ։ Նույն պրոցեսը, ինչը դուք եք արել, սովորեցնում եք ձեր գործընկերներին։ SKS, առաջին մոդուլ, երկրորդ մոդուլ, շղթան փայլի։ Սա է հիմքը, խնդրում եմ ուշադիր եղեք։ Մարդկանց բացատրեք SKS-ի կարևորությունը, օգնեք ակցիան անի, եկեք առաջին մոդուլ, երկրորդ մոդուլ, ասիստենտ։ Եթե սկզբունքը պահեք, դուք այս շղթան պահեք, ուզեք չուզեք բոլոր կարիերային աստիճաններով կբարձրանաք։ Այս է հիմքը, մի մոռացեք, խնդրում եմ, չկտրեք շղթան, մի հորինեք ուրիշ տարբերակ, բայ այսպես անեն, չկա ուրիշ բան։ Սա է հիմքը, չմոռանաք։ Գտեք ձեր թիմից մարդկանց, նույն սկզբունքով, ինչպես մեր շոուերը նրանք բարիցակարանն էին բացատրում, մարդկանց երազանքով նորից, արթնացրեք երազանքը մարդուն, մղեք գործողության, երազանքի հիմքով ու օգնեք, որ անցնեն այս երեք փուլերը։ Անպայման օգնեք, որ մարդիկ հանեն իրենց գումարները։ Սա ևս շատ կարևոր է։ Այսինքն, այս սկզբունքով մենք գնում ենք առաջ, բայց ես հիմա ուզում եմ միասին մանրամասն եմ որ քննարկենք, վերջապես հասած սլայդերին, հա, քննարկենք ինչ գործողություններ անել, որպեսզի դառնանք միլիոնատեր 3 տարվա ընթացքում արդեն։ Հա, մի բան էլ ասեմ ու արդեն սա քննարկենք։ Մեծ բիզնես կառուցելու համար, այն որ ուզում ենք մասշտաբային մեծ բիզնես կառուցել, մեր նպատակներին հասնել, հարկավոր չէ անդադար պետք վաճառենք, պրոդուկտը չվաճառենք, հա, որ գիտեք, չէ, ցանցային գերություններ կա, որ կա պրոդուկտի վաճառք, որ ապրանքն ենք վաճառում, կարելի է մի քիչ գումար աշխատել։ Ու երկրորդը որ բիզնես են կառուցում, ցանց են կառուցում, որտեղ որ շատ մեծ գումար կարելի աշխատել։
Հիմա մեզանից շատերը զբաղվում են պրոդուկտի վաճառով, չգիտակցելով, զբաղվում են պրոդուկտ վաճառով, փաթեթ, ուտագուտ չգիտեմ, բայց մասշտաբային բիզնես անելու համար հարկավոր է մասնակցել մասշտաբային միջոցառումներին, տեղում կազմակերպել միջոցառումներ եւ իհարկե մասնակցել NKS-ներին, գերության տարեդարձին, IKS-ներին, այս նրանք ապահովելու են ձեր մասշտաբային աճը, սրանք տալու են ձեզ սոցիալական հաստատում, որ այս մարդը լիդեր է, ես ուզում եմ գնալ հենց իր թի։ Մենք որ ասում են լիդերը ոնց է երևում, որտեղ միջոցառումների ժամանակ երեք մենք էլի դրա մասին խոսեցինք, ծնվում են լիդերները, երևում են այդ մարդիկ, որ իրանք են շուկայում, ինչու է մարդիկ են, որ մեկ-մեկը դրում, այս իրա մոտ չեմ գնա, կգնամ նրա մոտ։ Շուկայում իրանք փարոսի նման, ոնց են ծովում փարոսի լույսը, այսպես արկայում են, չէ, երևում են, հեռվից է։ Փարոսի նման այդ մարդիկ շուկայում երևում են, այս կգնամ իրա մոտ, որտեղ ես իրա մոտ գտնում եմ այն ճանապարհը, որ ես ինքս կարող եմ առաջ գնալ ու զարգանալ։ Մարդը չի գնա թույլ լիդերի մոտ, որ վայ ինքն էլ չգիտի ոնց գնա առաջ, հասկանում եք։ Դրա համար պահեք սխեման, երբևէ չբացակայեք ոչ մի միջոցառումից, եթե իսկապես ուզում եք լինի ձեր բիզնեսը մասշտաբային, ոչ թե որ սովորական, եկեք այսպես ասեմ, սովորական վաճառողից անցում կատարեք մեծ բիզնեսի, սովորական է, որ վաճառքի փուլից անցնեք այդ մեծ բիզնեսին, դա մեզ կապահովի միայն մեր միջոցառումները, ինչու միջոցառումների ժամանակ պետք է բարձրանալ, դա ձեզ կդա սոցիալական հաստատում, ձեզ ճանաչեն որպես լիդեր, հասկանում եք, որ դա ուրիշ է արտեր, երբ որ գուցե դուք շատ ուժեղ լիդեր եք, շատ խելացի եք, բայց ձեր շրջապատի մարդիկ, ձեզ ճանաչում են որպես իրանց ամենամտերիմ մարդիկ, իրանք չեն ընկալում ձեզ որպես լիդեր, բայց երբ որ դուք բեմ եք բարձրանում ու կողքի մարդն եք դա ասում, այ ասում են ուրեմն մի բան կա, որտեղ նրանք շնորհավորում էին բեմի վրա, ուրեմն օй ամայի մոտես ինչ փոփոխություններ այլ հասկանում եք, երբ որ կողքի մարդն եք դա արդեն շնորհավորում, այդ չասեմ, որ մեր միջոցառումների ժամանակ մենք այնքան այսպես տարբեր անվանակարգեր ունենք շնորհավորելու դեզապլայնիկ, որ բոլորը դա կարող եք անել 10+ կամ այնտեղ ինչեր ունենք, դրամա բանակ, ստատուսներ, գոնե դրանցից մեկի մեջ եղեք, ցկտեք լինեք, որ լինեք այստեղ, որ ձեզ շնորհավորեն, որտեղ ձեր շրջապատող մարդկանց էլ պետք սոցիալական հաստատում, որ դուք լիդեր եք, ու հենց ուզում են ձեր մոտ գան, հասկանում եք, որտեղ ինչքան էլ էլի ասեմ, դուք կարող եք շատ դրական ուժեղ հատկություններ ունենալ, բայց մեր շրջապատող մարդիկ գուցե ոչ դա չվերցնեն, որտեղ դուք իրենցն եք, իրենց աղջիկն եք, իրենց տղան եք, իրենց են, որ ամենամտերիմն եք, բայց ոչ լիդեր, ու մոտ կարելի է գնալ։ Դրա համար օգտագործեք բոլոր մասշտաբային միջոցառումները, պայմանավորվեցինք, եթե իրոք ուզում եք գնալ առաջ։ Հիմա ինչպես դառնալ միլիոնատեր 3 տարվա ընթացքում։ Ձեր են բարձրացնում են մարդիկ, ովքեր որ ուզում են դառնալ միլիոնատեր։ Միլիարդատեր։ Ով չի ուզում։ Ով չի ուզում։ Դա մարդ ով չի ուզում։ Բոլոր ոնց որ բացառեք էլ ոնց որ բոլորը ձեռքի բարձրացրել։ Դեռ մեկը կա զորով է ուզում միլիոնատեր դարձնել։ Ժենյան զորով ինչ-որ մեկի ձեռք չմերևել։ Մարդը միլիոնատերը չի Da. Հիմա չի ուզում, ինչ ես դիմում, չի կարա։ Da. Ուրեմն, ով կարող է, ով է ուզում դառնալ նացիոնալի դիրեկտոր, նացիոնալի տնօրեն։ Ինչքան գումար եք հաստատում, հիշեք, ուշեք։ 50,000 չէ, նացիոնալի, չէ, դիրեկտոր։ Այդ ռոյք 20,000 դոլար։ 10,000։ Չէ, ես Ինչքան էր։ Դե ինչքան է, կգնաք, չեմ ասել հիմա, ինչքան է։ Կգնաք, գնայք ու կգրեք Ուրեմն, անգանի դա լուրջ պատկանելի գումար է, գնայք ասեք ինձ։ Ուրեմն,
ասեք, հա, հիմա ինչ կարող եք տվեք ասի։ Հələ նայեք ու ինձ ցույց տվեք, տեսնեմ որը։ Մենք վերցնում ենք, չգիտեմ։ Ուրեմն նացիոնալի տնօրեն ազգային տնօրեն հայերեն ասեմ, դառնալու համար ազգային։ Հարկավոր է ամենը 100 զրույց ունենալ։ Ինչ է կարծում, հեշտ է թե չէ։ Հիմա կհասկանանք, գտնում ենք 100 մարդու, որ իրենց հետ խոսեն։ Հետաքրքիր է, բայց այս 100-ից 67-ին դա պետք չի լինելու։ Դա նորմալ է թե չէ։ Ինչ է կարծում, բժշկի մասնագիտությունը լավ մասնագիտություն է։ Ով է ուզում դառնալ բժիշկ։